Այն տղաների ձեռքերը այդպես են չաճեցին։ Իմ մոտ 20-ից առաջ եւ 20-ից հետո իա վերածվել ամեն ինչ։ Պապերը ամարասը կառուցողներից են եղել։ Աննորմալ է։ Ինքդ քո ազգի նկատմամբ լարված լինելը։ Կներեք, էլի ով հայ չի, մի հատ ձեռք կբարձրացնեք ստեղ, կգնաք ստեղից, որ խնդրեմ, որ խանգարում եք առ։ Երբ որոշեցիր դադարել լինել դերասան, չկա զգացողություն, չիրացված ռեսուրսի, որ շատ բանով եմ ձեր հետ հիմա կիսվում, իմ ամենա տենց պահած, բայց քո դեպքում չկա անգամ նյութական որևէ բան։ Ես չեմ գողանում, ես տեղից բան չեմ տանում ու դու էլ պիտի չտանես։ Ոնց ես դա կարողանում առանց ֆինանսական որևէ բանի կազմակերպել։ Ամենակարևորը դա վստահությունն է։ Հնդիկ առաքիչը ասում աստված օրնի, չգիտեմ, հասկանում եք, թե անայս աղանդավոր է։ Դու բարեգործ չես, ասում եմ, ինչի համար, որովհետև ասում եմ, ոնց կարաս դու բարեգործություն անես, եթե Ողջույն, ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու սրտան շնորհակալություն եմ հայտնում։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար բաժանորդագրվելով YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը եւ հավանելով այն տեսանյութերը, որոնք դիտել եք եւ իրապես հավանել եք։ Եվ վճարովի տարբերակով միանալով ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին ցանկացած գումարի չափով։ Իդեպ մենք պատրաստել ենք կադրից դուրս հատվածներ բոլոր այն մարդկանց, որոնք կմիանան Re-Armenia-ի մեր նախագծին։ Նշածս բոլոր հղումները կարող եք գտնել այս էպիզոդի նկարագրություն բաժնում։ Իդեպ, մեզ կարող եք դիտել նաև արդեն Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը Անահիս Սարդարյանն է։ Անահիս ջան, ողջույն։ ողջույն Լիլ ջան։ Ոնց ես։ Փառք Աստծո։ Այս աշխարհում մի տեսակ դժվար է լավ լինել, ընդհանուր աշխարհում Հայաստանի մասին չմեն խոսքը, որովհետև մենք նոր ճանապարհին հանդիպեցինք, գալիս էինք ստուդիա, այդ էինք չէ, խոսում որ շատ է նեգատիվը, պատերազմն է, անընդհատ օրինակ ես այստեղ գալուց առաջ նայում էի որ երկրները ում հետ ինչ ոնց ինչ հարցակում է նոր տեղ ունեցավ, որովհետև մի տեսակ դարձավ աշխարհը սովոր պատերազմների ու դրա համար երբ որ պատերազմ չկա, մի տեսակ ասում ենք լավ ենք։ Ցավոք, հա։ Այո։ Ինչ ես անում սովորաբար առավոտյան 10:30-ին ու որտեղ ես լինում։ 10:30-ին այդ Լուսեի իրականում Մոնթենդե դպրոց է գնում 2-ին ժամը, հետ է գալիս, իսկ Լուսեն մի փոքր ավելի ուշ է գնում մանկապարտեզ, այդ մանկապարտեզի հրաշքներից մեկն է, այն որ պարտադիր ժամ չունի, հատկապես մասնավոր մանկապարտեզները, հա, երբ ուզում ես տանում ես, ու ես սովորություն ունեմ, Մոնթեն 8 տարեկան է, 8 տարվա մեջ երբևիցե չի եղել, որ Մոնթեն Նախաճաշի դպրոցում կամ մանկապարտեզում կամ ինչ-որ մի ուրիշ տեղ, իմ համար դա տենց հստակ բան է, տանը նախաճաշը, որտեվ ես շատ սիրում եմ պատրաստել այդ նախաճաշը իմ երեխեքի համար ու նաև սիրում եմ նայել ոնց են այդ վայելում։ Ու իրանք շատ դրան սովորել են ու իրականում մի տեսակ խանգարում էլ է, էլի, երբ որ ուրիշ տեղ ես լինում, ցեք իրանք տան նախաճաշն են ուզում, հա, ուզում։ Այնպես որ 10:30 խոհանոցն է հիմնականում Լուսեին նախաճաշ տալը։ Շատ լավ թեմա բացեցիր։ Մենք հիմա այս արագության դարում շատ հաճախ լիքը աշխատանքներ, որ ընտանիքի համար պիտի անենք, պատվիրակում ենք տարբեր մասնագետների, ուտելիքն ենք պատվիրում, չգիտեմ, մարելիները դայակով ենք փոխարինում ու նմանատիպ լիքը բաներ, ոնց է եկել այդ գիտակցմանը, որ նախաճաշը պիտի լինի տանը, որ դա ոչ թե բեռ է ու խանգարող հանգամանք քո մյուս գործերին համեմատ, այլ հակառակը ամենակարևոր բաներից մեկն է, որ պիտի երեխան տանը ընտանիքի հետ ունենա նախաճաշ։ Նախ ուզում եմ ասել, որ միայն նախաճաշը չի, մի քիչ գլուխ կովեմ, հիմնականում 99% դեպքերում իմ երեխեքը սնվում են տանը։ 95 լավ, այսպես ասեմ, որտեվ երբեմն շաբաթ-կիրակիները անցկացնում ենք Արևոտ Երևանում ինչ-որ սրճարաններում, բայց հիմնականում տանն ենք սնվում։ Իսկ ինչի է դա այդպես, որտեվ ես շատ գիտակցաբար եմ մայրիկ դարձել, ես չեմ դարձել մայրիկ շատ փոքր, այսինքն երեխա չեմ ունեցել երեխա ժամանակ։ 29 տարեկանում եմ մայրիկ դարձել, Մոնթեին 29 տարեկանում եմ ունեցել եւ չեմ կարծում, որ տարիքի հետ է միայն կապված, այլ նաեւ այդ էլ եմ ասում գիտակցության հետ։ Գիտակցության, որ դու պատասխանատվություն ես քեզ վրա վերցնում նոր մարդու համար, ու այդ նոր մարդը միջև իր չափահասությունը, չգիտեմ, արդեն երբ որ ինքը ինքնուրույն կարող է լինել, ինքնուրույնություն, այսպես ասենք, հա, դու այդ մարդու համար պատասխանատու ես իր ամեն ինչի, իր հագուկապի, իր մաքրության, իր ամեն ինչի, ու
այդ գիտակցությունը ինձ համար ասենց շատ բարձր տեղում է ու ես իսկապես խորհուրդ եմ տալիս այն մարդկանց ովքեր որ որոշում են ծնող դառնալ նախ ուզում եմ որ մենք գիտակցենք որ ծնող դառնալը դա ամուսնանալու հետ ուղիղ կապի մեջ չի, այսինքն պարտադիր չի ամուսնանալ եւ երրորդ օրվանից որոշել որ պարտադիր եթե դուք ամուսնացել եք եւ դեռ շատ երիտասարդ եք եւ դեռ գիտակցություն չունեք ծնող դառնալու խորհուրդս մի քիչ դիմացեք, ապրեք միասին, հասկացեք իրար միասին, աշխատեք, ստեղծեք, հետո նոր դարձեք այդ գիտակցության տերը հիմնականում ոնց է չէ լինում, ասում են մի հատ տուն առնեմ նոր երեխա կունենամ, իրականում դա էլ ընդհանրապես կապ չունի։ Ոչ մի բանը կապ չունի երեխա ունենալու հետ, երեխա ունենալու հետ միայն կապ ունի ծնող դառնալու գիտակցությունը։ Եթե դու դա չունես, 40-ում լինի դա 50-ում թե 18-ում, միևնույնն է դու չես դառնալու երբևիցե իսկապես ծնող քո երեխայի համար, ու այո, սկսելու ես օգտվել այդ ամեն ինչներից։ Քավլիցի ոչ մեկին չեմ ուզում նեղացնել, հա, ով դայակ, ես էլ դայակ ունեմ, ես էլ երբեմն սրճարաններից ուտելիք եմ պատվիրում, բայց գիտակցությունը, որ դու ծնող ես, շատ կարևոր է, որ պիտի գա։ Օրինակ իմ համար չկա Մոնթեի, Լուսեի կարևորությունից այն կողմ կարևորություն։ Մոնթեն մեկ-մեկ ասում է, մամ, ես եմ կարևոր, թե հայրենիքը քո համար, որովհետև ինքը գիտի էլի այդ սերը իմ հայրենիքի նկատմամբ։ Ասում եմ, Մոնտ ջան, երկու տարբեր բաներ ես դու ինձ ասում եմ, նայ, դու ինձանից ծնվածն ես, ասում եմ, իսկ ես այս հայրենիքից սերածն եմ, ասում եմ, ես չեմ կարող էլի հայրենիքը ինձանից զատել, ասում եմ, ոնց որ ասես, ինքդ քեզ մի սիր, իմ համար հայրենիքը այդ նույն եսն է, ու իրականում, հա, քո ինքնություն, իրականում ինքնություն բառը այսօր զգացել ես, ինչքան շատ են sense շահարկում ու շատ sense ոչ տեղին են շահարկում, բայց հայրենիքը հենց քո ինքնությունն է, երբ որ դու հասկանում ես, որ դու կարաս աշխարհի տարբեր ծայրերում ապրես, չգիտեմ, ծնվես, բայց մի տեսակ արմատդ եմ sense գցած է ստեղից է, եթե դու ստեղից չես, ուրեմն իսկապես պիտի նստես մտածես կարող ասա քո հայրենիքը չի, եթե դու այդպես կապված չես, որտեվ հիմնականում նայեք, մեր սփյուռքը մի հատ նայեք, էլի ինչ շատ է, մեզանից 3 անգամ ավելի շատ է, բայց ես բարի բուն իմաստով եմ, որ հազարավոր հայեր գիտեմ, որ իրանց արմատը ստեղ է։ Իրանք ստեղի հետ այնքան կապված են, մարդիկ գիտեմ, ովքեր ծնվել են այնտեղ, մեծացել են արդեն, այսինքն երկրորդ երեսունն է, այդ ցեղասպանությունից փախած եւ փրկվածների ընտանիքներն են, բայց այդ մարդկանց արմատը այս հայրենիքի հետ է, այս հողի հետ է, ու դու դա կտրել ու ասել, որ տենց կարաս հայրենիքդ սիրես կամ չսիրես, մի տեսակ անհնար է ինձ թվում է։ Դրա համար Մոնթեին պատասխանում է, որ այդպես հայրենիքից դուրս սերած, հա, բանտիլի մասինը, որ հանում տանում են ուրիշ հողի մեջ են դնում, ասում է շաքարն արշեր պաթարին ու բերին ինձից ջրեցի, եկեք զիս տեղս տարեք եւ ձնան ջրով ջրեցեք։ Այո, անգամ եթե այդտեղ շաքար չի, շարբաթ չի, շաքարվեց իրականում, որովհետեւ ձյան ջրով անգամ դու քո հողում ես զգում այդպես։ Այո, իսկապես տենց է։ Ես չգիտեմ կհավատաս թե չէ, բայց ամենայն ես շատ չեմ շրջագայում, չեմ կարող ասել, որ ես աշխարհի այն շրջագայող աղջիկներից եմ, որ նախ ժամանակս չի ներում ֆիզիկապես երեխեքի հետ։ Նայտես էլի եկանք այդ մայրական այո, որովհետև իմ համար ոչ թե կարևոր է որ ես օրինակ երեխաներից հիմա ես Մոնթեի ծնված օրվանից դե Լուսեն երկրորդն է, դրա համար Մոնթեով եմ բերում։ Ես չի եղել որ իմ երեխեքից զատ գնամ ինչ որ հանգստանալու ու ոչ թե դա համարում եմ որ վատ են անում, ես չեմ կարողանում ու երանի են մամաներին, ովքեր իսկապես օրինակ կարողանում են իրենց ժամանակ տրամադրել, ես չեմ կարողանում իմ համար այդ մայրական մի տեսակ հիվանդագին է այդ առաջնահերթությունը, չգիտեմ, դա լավ հիվանդագին է, վատ հիվանդագին է, այդ էլ արդեն այդպեսին է, արդեն անփոփոխ է դա լինելու։ Քեզ սկզբում չներկայացրի, հա, որևէ մասնագիտության տեր մարդ կամ որևէ այլ նկարագիր չտվեցի անձամբ նախընտրելով այդպես, բայց դու ամեն դեպքում եղել ես դերասանուհի ու ինձ հետաքրքիր է այն որոշումը, երբ որոշեցիր դադարել լինել դերասան, այդ որոշման հետ մեկտեղ քո որ մասը որոշման հետ գնաց, որ մասը մեռավ, որովհետև մենք շատ հաճախ մեր մասնագիտության հետ նույնացվում ենք։ Կար մի բան, որ այդ որոշման հետ դու քեզնից կտրեցիր։ Հիմա ազնիվ կասեմ, միգուցե չգիտեմ շատ տարօրինակ հնչի, բայց ոչ մի բան չի կորել դրանից, որովհետև իրականում փաստորեն ես այդ մասնագիտությունը որպես այդպեսին չեմ սիրել։ Թատերական ինստիտուտը ավարտած շատ երեխեք հիմա վստահ եմ, միգուցե եւ այսպես ինպես չեն ասում դրա մասին, բայց վստահ եմ այս ոդքասթը լսելուց ասել են, հա, ինչ ճիշտ է ասում։
երբեմն մենք ավարտում ենք թատերական ինստիտուտի մասին հենց խոսքը, որտեղ որ ես եմ ավարտել, իդեպ ավարտել եմ կարմիր դիպլոմով, ընդունվել եմ մագիստրատուրա, սովորել եմ անվճար, մի խոսքով sense լիքը բաներ, հա, նեշի, էլի, որ միջակ եմ եղել կրթությամբ եւ այլն դրա համար չեմ։ Խաղացել եմ գլխավոր դերեր եւ թատրոնում, եւ սերիալներում, սիթքոմներում, եւ ֆիլմում։ Մի խոսքով ամեն ինչից երես տված եմ եղել այդ սֆերայում, չի եղել այնպես, որ ես ասեմ, դե դեր չեն տվել, դրա համար եմ դուրս եկել։ Բայց ես մի օր հասկացա, որ փաստորեն ես չեմ սիրել այդ մասնագիտությունը, ինձ շատ ավելի շատ դուր է գալի օրինակ իրավաբանությունը, ու եթե ես ժամանակ ունենամ մի օր, ժամանակի նկատի ունեմ ֆիզիկապես ժամանակի մասնա, բառի բուն իմաստով խոսքը, էլի մամա լինելու հետ մի քիչ համատեղ եմ, ես անպայման կստանամ իրավաբանական կրթություն, որովհետև երբ որ ես փոքր էի, ուզում էի իրավաբան դառնալ, բայց այդ ժամանակ մայրիկս ու հայրիկս հնարավորություն չունեին ֆինանսապես, որպեսզի ես սովորեի պատմություն, պարապող, հա, կրկնուսույցի մոտ պարապեի, դե գիտես ինչքան բարդ էր ժամանակ համալսարանի իրավաբանությունը, ամենաթանկ ֆակուլտետներից։ Այո, ու թանկ համվճարը եւ այլն, ու ես հասկացա, որ միակ տեղը այդ պահի դրությամբ որտեղ որ ես կարող էի ընդունվել իմ իսկ ուժերով եւ նաեւ հետո անվճար սովորել, սկզբից անվճար համակարգով չէի անցել, հետո ռոտացիայով լավ սովորելով անցա անվճարի, հասկացա, որ դա թատերական ինստիտուտն է, ու հիմա եմ հասկանում, հա, հիմա արդեն հետ նայելով այդ ամեն ինչին հասկանում եմ, որ ես այդտեղ եմ գնացել, որովհետեւ այդտեղ եմ գնացել, ոչ թե որովհետեւ դա իմ երազանքների մասնագիտությունն է եղել, բայց նաեւ ազնիվ լինեմ, եթե չլիներ 20 թվականի պատերազմը, միգուցե ես դեռ լինեի մասնագիտության մեջ, 20 թվականի պատերազմը հեղաշրջեց ամբողջ իմ կյանքը, իմ մոտ 20-ից առաջ եւ 20-ից հետո է վերածվել ամեն ինչ, ու բարի ամենաբուն իմաստով ամբողջը, եւ կենցաղս, եւ օրս, եւ ամեն ինչ հասկանում ես, որովհետեւ ես չեմ կարողանում տեղավորվել այսօրվա այն իրականության մեջ, մեկ 20 թվականի պատերազմից հետո մոտակա 3 տարի նույնիսկ չարանում էի մարդկանց նկատմամբ, ովքեր նկարվում են լուրջ, ու ես զգում եի, որ սխալ եմ, ես զգում եի, որ դա նորմալ չի, որ դու օրինակի համար նայում ես, ասում ես, «Էդ ինչ եք անում, մեր երկրում սենց բան ա տեղը, սուքա, մի արեք», ու դու հասկանում ես, որ դու սխալ ես, որովհետև իրականում դու այդ բարոյական իրավունքը նույնիսկ չունես մարդկանց քննադատելու, ընդհանրապես չունես, մարդկանց հացի փողը, հա, 1000 ու մի հարց կա, մարդկանց ապրել շարունակում, այո, բայց չէի կարողանում ինքս ինձ կառավարել, ես հասկանում, ես նայում եի ու ասում եի, ոնց դուք չեք տեսնում, ես 20 թվականի պատերազմի օրերին, դե գիտես, որ այդ օրերին սկսեցի զբաղվել բարեգործությամբ, հավաքում էի տեխնիկային թատրոնում ու ամենայն անկեղծությամբ լիլի ես առավոտյան 7-8-ին գնում էի տեխնիկային թատրոն, գիշերը 3-4-ին վերադառնում էի տուն ու միջակայքը քնելը դե ես չեմ էլ հիշում, դա քնել կարելի էր անվանել, եթե դու գալիս ես տուն ու գիշերը զոհերի անունների մեջ փնտրում ես քո ծանոթներին, դա քնել է, դա քնել չի, դա ապրել էլ չէր։ Ու նոյեմբերի, եթե չեմ սխալվում, 2-3-ներ, ես, հա, 2-3-ներ, ես իջնում եմ տեխնիկային թատրոն, ու այնպես ստացվեց, որ մի փոքր ուշ ժամի ավելի, շատ վատ էի զգում, այդ օրերին հայմորից ձեռք բերեցի, այդ լողանալ դուրս գալու պատճառով, դե այդ ցուրտ օրերն էր, աշուն եւ այլ, ու կենտրոնի սրճարանները արդեն բաց էր, այսինքն այն 8-ի ժամը բաց չէր, ու ես չէի տեսնում, ասեմ, որ մարդիկ, իսկ մեր բոլորը այդ ինպես են ապրում, ես չեմ ասում, ես ավելի լավն եմ եղել, ամենայն անկեղծությամբ, էլի չեմ ուզում ինձ արդարացնել մնացածներին միջը, ամենևին դրա մասին չի, բայց ես այդ օրը տեսա, որ չէ, ապրում են, կյանքը գնում է առաջ մարդկանց շատ-շատերի համար, մարդիկ ապրում են, նույն ձև գնում են դպրոց, նույն ձև համալսարան, նույն ձև, իսկ ինձ թվում էր, որ մենք ապրում ենք այդ Սայաթ Նովա 4-ում, տեխնիկային թատրոնի այդ փոշոտ կեղտոտ այդ իրերը դասավորելու, այդ յաշիկները քաշ տալու այդ ամեն ինչի մեջ ինձ թվում էր բոլոր, որտեվ ես օրական տեսնում էի հազարավոր մարդիկ բարի ամենաբուն իմաստով, վստահ եմ դու ստորիներից հետևել ես եւ գիտես որ չեմ չափազանցնում, ես օրական հազարավոր մարդիկ էի տեսնում ու ինձ թվում էր դա ամբողջ Հայաստանն է, բոլորը գալիս են այստեղ ու նախ սկսենք նրանից որ չափազանց մեծ քանակությամբ օգնություն էին բերում հրաշալի ազգ ունենք մենք, դա չի քննարկվում, բայց ինձ թվում էր այդտեղ է ամբողջ կյանքը, դրանից դուրս չկա, այո, չկա, ու ես երբ որ տեսա, ես հասկացա, որ փաստորեն կա, ու հենց այդ տեսնելն էր, որ եկա ու չէի տեղավորվում, ու հետո նաև չէի տեղավորվում դերասանների շարունակելու իրենց մասնագիտությունը այնպես ինչպես ոչինչ չի պատահել, հետո ասել ես
հարցերին, որ արդյոք ձեր համար Արցախը Հայաստան էր, թե չէ, Արցախը կարևոր էր, թե չէ, զոհեր ունեինք, թե չէ, այդ հարցերին պատասխանել ես քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ այդ այնքան ինձ մոտ են սրտխառնոց առաջացնող թեմաներ էր արդեն, որ ես սկսեցի զզվել այդ մասնագիտության տեր մարդկանցից նույնիսկ։ Բայց չկա զգացողություն չիրացված ռեսուրսի այն տեսանկյունից, երբ կա լսարան եւ դու ունեիր գործիքներ, թատրոնի կինոյի միջոցով գուցե հայրենիքի մասին տարբեր ասելիքներ փոխանցելու, թե դա լավագույն տարբերակը չէ, շատ լավ տարբերակ է դա, բայց նախ ոչ մեր երկում, որովհետեւ եթե տեղյակ չես, ասեմ, որ հիմա արդեն գրաքննության արժանանալու յուրաքանչյուր մշակույթի նախարարություն ԿԳՄՍ նախարարությունից ընդունված, կառավարության կողմից որոշում կա, որ այսուհետ բոլոր գործերը, պիեսները, ստեղծագործությունները, թատրոն ամեն ինչ, այս վերջերս էին ընդունել դրա մասին բոլոր, այսինքն դու չես կարող աղա խոսես ոչ իրական Հայաստանի մասին թեմաներից։ Ես այն օրը դրան շատ, գիտես, մատերիալանքով էի վերաբերում, մտածում էի, դե հո չեմ գալու ասեմ, բարև ձեզ, մի հատ ձեր ներկայացումը փակեք, որովհետև տենց չգիտեմ, օրինակ Արցախ բառն եք մեջը կիրառել, բայց հետո երբ որ հմեկի եթերում տեսա, որ մեր Գեղասահքի հրաշալի գեղասահորդները ելույթ էին ունենում Արա Գևորգյանի հրաշալի Արցախ ժողովուրդ, դա Արցախ ստեղծագործությունն է։ Այդ ստեղծագործության ներքո ու իրանց ուղակի անվանեցին հրաշալի ստեղծագործություն, ես հասկացա, որ չէ, կարան, ամեն ինչ կարան։ Այսօր եթե մեր երկրում նայեք, հիշողությունը ամենակարևոր բանն է։ Ու երբ որ դու լինելով դերասան, լինելով մտավորական, լինելով հանրային, էլ ինչ կոչեմ, այդ ամեն ինչը դու այդ հիշողության սպանողներից, դանակը խրողներից մեկն ես լինում, դու այլևս իրավունք չունես կոչվելու արվեստի մարդ, մտավորական, դերասան, հանրային մարդ, հայտնի մարդ, իրավունք չունես։ Ինձ համար այդպես է։ Այ դրա համար ես հասկանում ես, հեռացա, որովհետև ես հասկացա, որ ես այդտեղ տեղ չունեմ։ Այն ինչ որ ես իմ բլոգում անում եմ, բլոգ չեմ էլ ուզում անվանեմ, ինձ հերիք է։ Ես հավաքում եմ, կուտակում եմ մեջս։ 1 րոպե, 2 րոպեանոց ռիլ եմ նկարում ու ամբողջը ինչ կա չկա ասում եմ։ Ու եթե ինչ որ մեկին թվում է կոպիտ ասած, որ իրա սերիալում նկարվելը շատ ավելի, չգիտեմ, լայն լսարանի բան է, քան օրինակի մոտ 1-2 միլիոն դիտումները, խի սխալվում է, տենց չի։ Այսինքն ես այն ինչ որ ուզում եմ սպառեմ, այն ինչ որ ուզում եմ հասցնեմ տեղին։ Ճիշտ գործիք։ Հա, ես գտել եմ։ Ու այդ ճիշտ գործիքն էլ մի բան էլ ավել օգուտ է տալիս մարդկանց։ Այսինքն եթե դու օրինակ նկարվում ես սերիալում, չգիտեմ, սիթքոմ եւ այլն, ու քո օգուտը ազնիվ լինենք, էլի այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե շատ քիչ ակա։ Միգուցե ես ծանոթ չեմ լավ, որովհետև չեմ ստի, էլի ասեմ ամբողջ օրը նստած ֆիլմեր եւ սերիալներ եմ նայում, սուտ կասեմ, չէ, բայց շատ քիչ են ուրեմն դրանք, որովհետև ես տեղյակ չեմ, որ հանրօգուտ, որ խոսում են հայրենիքի, որ խոսում են արժեքի եւ նման բաների մասին, ես այդտեղ գործ չունեմ, չեմ տեսնում ինձ այդտեղ ընդհանրապես։ Իսկ եթե դու մի բանի մեջ ես, որտեղ որ հանրօգուտ չի, դա միայն կոպիտ ասած քո աշխատավարձն է, ու ես իմաստ կա։ Կարող է էլի եմ ասում, նայ 20 թվականից առաջ ես այս ամենը երբեք քեզ չէի ասի, ու նույնիսկ ասեմ ավելին, 20 թվականից առաջ եթե ես լսեի ինչ որ մեկին էս ասելուց, կասեի, ինչ պաթոսախառը ելույթ է, ինչ է նշանակում հայրենիք, ինքնիշխանություն, արժեքներ, իդ ինչ ես խոսում, որովհետև այո, մինչև 20 թվականը շատ գրքային էր, մինչև 20 որտեղ մինչև 20 թվականը ամեն ինչ ուրիշ էր։ Ես միշտ ասում, ինձ որ ասում են, դե լավ, դե ինչ փոխվել անցել, ասում չէ, ժողովուրդ։ Այն տղաների ձեռքերը այդպես են չաճեցին, ոտքերը չաճեցին։ Դուրս չեն գալու հողի տակից շատերը։ Արցախը նորից հետ չեք բերել, որ տենց է, հասկանում ես, բաներ կա, որոնք որ չես կարա։ Ես չգիտեմ, ես կարող է շատ եմ ծանրացնում իմ կյանքը ինքս էլ, բայց բաներ կա, որոնք չես կարա մոռանալ։ Հետո գիտես, ես անդադար եմ շփվում այդ մարդկանց հետ։ То есть ես 20 թվականից մինչև հիմա 6-րդ տարին է արդեն ես անդադար շփվում եմ Արցախի փախստականների հետ։ Ես անդադար շփվում եմ զոհված հերոսների ընտանիքների հետ։ Անդադար շփվում եմ վիրավոր զինվորների հետ։ Ու եթե մարդ կա, որը որ կոպիտ ասած իր մոտ բլոգել է, օրինակ, չգիտեմ, Լիլին խոսում է օրինակ, հա, բանի մասին։ Արցախի եւ վիրավորների մասին բլոգեմ չլսեմ դրան, ինձ պետք չի դա, ես չեմ կարողանում դա բլոգեմ նախ, որովհետեւ չեմ ուզում, եւ երկրորդ դա իմ պարտքն է համարում եմ եւ անընդհատ տեսնում եմ այդ մարդկանց, անընդհատ շփման մեջ եմ եւ ես չեմ կարող օրինակի համար ասեմ ոչ մի բան չի եղել ու անցնեմ առաջ ու իրականում ունեմ ընկերներ, ովքեր ասում են մենք ոչ մի լրատվական բանի չենք հետևում,
փակել ենք բոլոր Facebook-յան էջերը եւ այլն, վայելում ենք մեր կյանքը, որովհետեւ հասկանում ենք կյանքը կարճ է, ամենայն անկեղծությամբ իրենց էլ եմ հասկանում։ Ոչ թե ասում եմ այն ժամանակ, այդ 20 թվականին զզվանք կար այդ ամեն ինչի հանդեպ, հիմա չեմ կարող ասել օքեյ եմ իրանց հետ, բայց կարամ ասեմ, որ հասկացվածություն կա իմ կողմից դեպի իրանց, հասկացա, որ այդ մարդիկ էլ տենց են էս կյանքը ապրում, ու միգուցե իրենք են ճիշտը, ոչ թե ես։ Միգուցե ես դառնամ, չգիտեմ, մեծ 60-70-80 տարեկան ու հասկանամ, որ ես այդպես էլ օրինակ Իտալիան չտեսա, չգիտեմ, ես այսպես էլ ինչ որ լավ տեղեր չգնացի կամ չգիտեմ, կլուբեր չհաճախեցի, ռիլերը թրենդային բոլոր չնկարեցի, ինչի համար խոսեցի հայրենիքից, ինչի համար խոսեցի, չգիտեմ, կամավորություն ինչի էի անում տարին 6-7 անգամ ինչ որ տանջամահ լինելով, ֆիզիկապես տանջվելով, ինչի եմ արել, միգուցե, ով գիտի, որ այդ մեծանալու պահին, ասեմ, երանի չէր, օրինակ ես հիմա ժամանակը հետ տայի, լինեի 20-25 տարեկան, 30 տարեկան ու գնայի աշխարհ պատտվեի, թքած ունենալով, ու նույնիսկ միգուցե շատերը ասում են, օրինակ, չէ, ես այդ child free այդ գաղափարը մի տեսակ իմ համար նենց օտար է, որ ասում են ոնց որ նեղացնեն ինձ։ Նույնիսկ ինձ չէ, հա, որ ինչ որ կասեմ, child free մի տեսակ ասում մի հատ նստի հլը։ Նախ դու հայ ես, չես կարող child free լինես։ Իմ համար հա, տենց է։ Էլի եմ ասում, միգուցե ես եմ սխալ, որովհետև իրականում ոչ մեկ չի կարող ասել, որ իր ճշմարտությունը դա լավագույն ճշմարտությունն է, որ կա աշխարհում։ Իհարկե ոչ։ Համաձայն եմ, բայց հայրենիքը չեմ կարծում են թեման է, որտեղ կսխալվես, հատկապես երբ ճամփորդության կամ չգիտեմ, անձնական կյանքը վայելելու հետ միանշանակ ինքը մի ընդհանուր կշիռ չունի եւ այդ կյանքի վերջում շատ հաճախ մարդիկ ափսոսում են ոնց որ հանրօգուտ գործեր չարած լինելու համար, ոչ թե հույս տվեցի լիլի։ Չէ, անկեղծ եմ ասում, իսկապես մեր նախորդ էպիզոդներից մեկում պատերազմի մասնակիցներից ընկերներից մեկի հետ էինք խոսում, դիպուկահար ու ինքն էլ տենց շատ ցավով նշում էր, ասում էր մարդիկ ամբողջ կյանքը դնում են մի քանի քառակուսի մետր տուն փակելու համար հիպոթեկի, բա հայրենիքը քանի քառակուսի արժե, ինչքան արժե, կյանքդ քանի կյանք արժե դնել, այնպես որ միանշանակ անհամեմատելի են։ Հայրենիքից որ խոսեցինք, գիտեմ, որ քո պապերը ամարասը կառուցողներից են եղել։ Ուզում եմ վերակառուցողներից են եղել, որտեվ ամարաս այնքան հին է, որ միգուցե չգիտեմ, պապերը ամարասը մեր ամենահին, այս նաև ասենք մեր YouTube դիտողների համար, որ ամարասը, որը որ հիմա ցավոք սրտի գտնում է ոչ հայկական Արցախում, դա մեր ամենահին վանքերից մեկն է։ Մեսրոպ Մաշտոցի ամենաառաջին տեղն է, որտեղ որ ինքը սկսել է ընդհանրապես վարդապետություն անել եւ այդ ամեն ինչը երբ որ դուք հիմա ասում եք դե մերը չի եղել, որտեվ ամենայն անկեղծ բայց շատ այսինքն կան ամարասի հետ կապ, չէ, չեմ խոսում ադրբեջանցիների քարոշչանից։ Չէ, ասում են Արցախը, ասում են Արցախը հայկական չի եղել, չէ, օրինակի համար։ Այդտեղ Բա մի րոպե, եթե Արցախը հայկական չի եղել, այդ ամարաս ուզում եմ հասկանամ, այսինքն Մեսրոպ Մաշտոցը, հա? Գնացել է, չգիտեմ։ Ամարասը, ուրեմն այդ 1000 տարիներ առաջ կառուցված ամարասը, տենց կառուցվել է հատուկ ադրբեջանցիների կողմից։ Անգամ իր սենյակը կա, որտեղ դասերն են արել եւ հայերեն տառերով։ Բայց ինչի մասին ենք մենք խոսում։ Գրված կա, հա, հենց առաջին դասավանդման սենյակում։ Այ դրա համար է իմ համար հասկանում ես, այ դրա համար եմ ասում, որ 20 թվականից հետո ես էլ չեմ կարողանում տեղավորվել, որովհետև ինձ համար զզվելի ու նողկալի են այդպիսի մտածողները եւ ես չեմ կարողանում տեղավորվել իրանց աշխարհում։ Կներեք, չեմ կարողանում։ Ինձ համար միայն թրենդային վիդեո նկարել եւ ռեյք ընկնել կամ չգիտեմ այնտեղ դա չի իմաստը։ Իմաստը այն է, որ ես շատ սարսափելի հարց է այն առումով, որ մի կողմից դու ունենում ես մեծ հսկայական ժառանգություն, մյուս կողմից ոնց որ երկու հարց կա, որն է ավելի սարսափելի ունենալ եւ չճանաչել, թե չունենալ ընդհանրապես։ Մի շատ իրականում ունենալ եւ չճանաչելը ավելի, որովհետեւ ես կուզենայի մենք ընդհանրապես չիմանայինք դրա մասին։ Ես միշտ ասում եմ Արցախ չգնացած մարդկանց Երանի, Արցախում երբեք չեղած մարդկանց Երանի, որովհետև եթե դուք Ջդրդուզը չեք տեսել, Հադրութը չեք տեսել, եթե դուք Շուշին չեք տեսել, եթե դուք այդ ամեն ինչը չեք տեսել, չեք վայելել այդ բնությունը եւ ընդհանրապես ամեն ինչը, երևի թե նորմալ է, որ դուք այդպես էլ չեք հասկանում։ Դե առհասարակ մենք ինչ որ բան որ ճանաչում ենք, սիրում ենք, երբ որ սիրում ենք, մերն ենք համարում ու այդ կորուստը լինում է նաև անձնական կորուստ։ Իսկ չգնացողների համար բնականաբար 5 տարեր ընդամենը գուցե։
Ես ինքս ապրել եմ Արցախում մի որոշ ժամանակ ու Ես հիշում եմ դու ինձ պատմել ես դրա մասին։ հաղորդի գյուղում եմ ապրել, Սարի sense մի հատ լավ բլրակի Երկար ժամանակ։ Չէ, տենց մի քանի ամիս գնացել եկել եմ, մշտական տենց մի շաբաթով մնում էի, գալիս գնում էի, այնտեղ հաղորդի գյուղի երեխաների հետ կառուցում էինք մունք տեխնոլոգիական դպրոցը ու այնքան հետաքրքիր էր հակադրությունը 7-րդ դարի գյուղ էր հաղորդին, հաղորդել բառից էր առաջացել, սիրում եմ այդ բաների բառերի ծագումնաբանության հետևից գնալ, հարցրել էի ու այդ հակադրությունը կար, հա, մի տեղում այդ չքնաղ բնությունը, որտեղ դեռ ասֆալտ անգամ չէր կպել, հա, այդ գյուղում ցեխերի մեջ այդ խրվելով էինք գնում մի տեսակ ու բլրի այդ գագաթին կառուցվում էր սիլիկոնյան հովտից տարբեր մարդկանց կողմից միացած դպրոց տեխնոլոգիական առաջատար ամեն ինչով իր ու անընդհատ մտածում էի ու այդ օրերը, այդ պահերը շատ մեծ ոգևորություն էին տալիս կարծելու, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, որ այն խոսակցություններն ու կարճատիպերը արցախցիները այսպեսին են, չգիտեմ, հայաստանցիները այսպեսին են, բան, չկար նման բան։ Ես այնքան մարդկանց եմ տեսել այդտեղ, իմ տիկին Սիլվանում տանը ապրել եմ, զավակ էր կորցրել, չգիտեմ, ամուսիններ գերեվարվել, լիքը տարբեր պատմություններ, բայց հայ կնոջ մեծ ուժեղ կերպար էր ու այն երեխաները, որոնք դեռ պատերազմ չէին տեսել այդ ժամանակ ու մեծ ոգևորությամբ կառուցում էին այդ տեխնոլոգիական դպրոցը իրենց պուճուրիկ հին չվերանորոգված գյուղում, որտեղ տների մեծ մասը զուգարանները դրսում էին, ջրի եւ բանի խնդիր կար, այդ ամեն ինչի մեջ ուղղակի անհնար է, հա, ինչ որ պիտակավորումներ տալ կամ 1-2 մարդկանց վատ պատմությունները ամբողջ համայնքին բնորոշել, որ այսպեսին են, այնպեսին են եւ այլն։ Որ բոլորի զինվորները, ովքեր ծառայում էին, բոլորինը ջուր են ուզել եւ ջուրը չէին։ Այդ ինչ որ շատ տարածված խոսույթ էր, որ կարծում եմ իրականում բոլոր վատ բաները մեր երկրում ազնիվ լինենք, էլի միշտ շուտ են, որ ասում է ջրի երես ելնող բաներն են լինում, որովհետեւ վատ բաները խոսվում են անընդհատ։ Հիմնականում վատ բաներն են խոսվում, լավ բաների մասին լռում են ինչի, որովհետեւ լավ բաները դարձել են մի տեսակ նորմա, դե տենց էլ պիտի լինի։ Իսկ վատ բանը պարտադիր պիտի բարձրաձայնվի, այնպես ասենց գոռացվի դրա մասին եւ այլն եւ այլն։ Նույնը այդ ամեն ինչի մեջ է այդպես։ Քաղաքականության մեջ է այդպես, մշակույթի մեջ է այդպես, օրինակ հազարավոր լավ գործեր են անում, կարող է չիմանաս դրա մասին ոչ մեկ չխոսի, մշակույթ, հա։ Մեկ էլ հանկարծ մի հատ ինչ որ, չգիտեմ, չստացված ինչ որ մի օրինակ արձան նույն ես հիշում եմ, ես վերջերս մի հատ տեղադրված Պարսեվակի արձանի մասին, այդ մասին ենք խոսել։ Ինչ քան բան եղավ, չեմ ասում լավն է կամ վատն է կամ ինձ դուր է եկել, դրա ներողություն, դրա մասին չենք էլի խոսում ենք դրա մասին, որ չի կարելի էլի, որ իսկ օրինակ ինչի այդ նույն մարդիկ, ովքեր որ դնում են տենց վատ բաները, օրինակ չեն դնում, որ օրինակ այս կառուցվել է հրաշալի արձան, օրինակ իրանց էջում միած նույն հեղինակին անձնական վիրավորանքներ Լևոն Թոքմաջանին այդքան տվեցին, ոչ պրոֆեսիոնալ քննադատությամբ, բայց չասացին, որ Սարյանի արձանը, Ղարաբալայի արձանը նույն հեղինակները, իրենք ամեն օր այդտեղ նստում են, ասած խոսքին, որ մենք վատ բաները շատ շուտ, հետո մենք շատ փոքր ենք, քիչ ենք փոքր ենք։ Ինձ մի օր հարցեցին ոնց է ձեր երկրում ոնց է լինում էլի որ ինչ-որ մի մարդիկ օրինակ ոնց են հանրային դառնում, ծանոթ դառնում կամ հակառակը հանրային մարդը ոնց կարող օրինակի համար հետո չսիրվի սիրված մարդը եւ այն ասում եմ այնքան փոքր երկիր ենք նույնիսկ եթե դու դա էֆիրով ինչ-որ մի բան չանես այնքան փոքր է ես քեզ ասի դու նրան ասի ու վերջ այն որ 10 հոգի իմանա հերիքա 10 հոգի իրար ասի որովհետեւ փոքր երկիր ենք ու իրականում դա էլ ունի իր հրաշալիքը իմ համար հրաշալի ես չգիտեմ ես չեմ ուզում էլի իսկապես այդպես պաթոսախեղտ լինի ասած է որ ես իմ հայրենիքը բայց ես այստեղից դուրս ոչ չեմ տեսնում չգիտեմ այդ ոնց է այդ ոնց են ապրում ինձ թվում է նույնիսկ մեկ ես ինչ որ չգիտեմ նացիստա ռասիստական բաներ ունեմ վատ բան եմ ասում որովհետև ես իմ ազգին եմ միայն սիրում վատ բան չեմ ասում մնացածներին չեմ սիրում բայց ինձ համար նայ ուղիղ ասեմ որ հանկարծ վատ չընկալվի հա ասած ասեմ որ չկտրեն միտեղ դնեն ռասիստան անայիսը նացիստա այլ ես Դուբայ գնամ ծով գնամ հանգստանալու Ռուսաստան որտեղ լինի դա ինչ ուզում ա լինի ես այսպես աչքերով հայ եմ անկալի ես այն մարդկանցից եմ ում հյուրանոցում եթե հայ կա ես միայն ուրախ եմ դրանից ոչ թե գնանք նենց որտեղ հայերից հեռու այս հյուրանոցում հայերը չկան հայրը ձեր խոսքն է դուք պիտի հպարտանաք ու ես ձեզ երդվում եմ ու վստահ եմ ես եթերը կնային մարդիկ ովքեր որ ինձ հյուրանոցներում տեսել են հանգստանալուց իմ երեխեքի հետ ու տեսել են իմ վերաբերմունքը դեպի հայը այս վերջերս մենք Դուբայում էինք երեխեքիս հետ ու մի հայ աղջիկ
ցավոք սրտի դժբախտ դեպքեր տեղի ունեցա ամուսինը թռավ եկավ Հայաստան, ինքը դեռ ոնց որ օրերը չէր ավարտվել, մնացել էր ու երեխան ջերմում էր։ Ուրեմն ես, սաղ, ֆիզիոդոզը տար, նուրոֆենը, այն որ էսքան էս համարած գրի, եթե ինչ, էս ինչ համարում են, կզանգես, ես ամբողջ գիշեր սենց լարված եմ քնել, որ եթե այդ աղջիկը մենակ լինի, ու չեմ ասում, եթե դա լիներ կոպիտ ասած արաբ երեխան կամ հնդիկ երեխան կամ ռուս երեխա, այդ տենց չի վերաբերվի, բայց իմի նկատմամբ, իմին եմ գտե դա, այդտեղ իմ հայն է։ Ես ինձ թվում է եթե ես Սփյուռքում սկսեմ ինչ որ տենց շրջել աշխարհով մեղք ու Սփյուռքերը, ես ուղղակի գրկելու եմ իրենց, որտեղ իմ համար դա իմ կեսն է։ Դա իմ սեփականն է, իմ ունքն, իմ արյունն է, իմ արմատից, իրանք էս մեր նույն արմատից, ուղղակի ինքը ծլել է այս կողմը գնացել, ես, բայց նույն արմատից ենք, ոնց կարաս դու քո ազգը այդքան չսիրես ու այդքան օտարամոլ լինես։ Մենք գնում ենք, ամենաչսիրածս արտահայտությունն է, լուրջ իմ ընկերները որ հանկարծ ասում են, որ հյուրանոցում ես շատ հայեր կային, որ սենց զսպում եմ ինձ, որտեվ իմ համար իսկապես դա կարևոր։ Ես գնում եմ, փնտրում եմ հայեր ու համարյա թե բոլոր են հայերի հետ ում հետ որ ծանոթացել ենք, դե բարձա հանգստի վայրում մի քիչ ավելի ջերմահանդիպ լինում, որտեղ նույն սեղանին եք նստում, հաց եք կիսում, օր եք կիսում եւ այլն։ Ու հետ ենք գալի բոլորի հետ համարյա ընկերներ ենք դարձել, բոլորի հետ կապի մեջ ենք ընկերներ ենք դարձել ու դա նորմալ է։ Իհարկե։ Աննորմալ է ինքդ քո ազգի նկատմամբ լարված լինելը։ Որ ասեցիր հիշեցի մամայի հետ անցած տարի ճամփորդում էինք, Եգիպտոս էինք գնացել ու հյուրանոցում տարբեր հայերի հավաքել էի երեկոյան 10:30-ին 10:30 ակումբ էինք անում։ Ոայ ինչ հով է, ես պիտի քո հետ գնում հանգստանալու լիլի, ես պիտի ֆիքս է։ Գիտես ինչի, որտեվ իսկապես ես էլ եմ շատ Մոնթեին, ասում գնա հեն հայ երեխա, գնաս կխաղաս, գնա խոսա, այն որ ասում եմ դրա համար եմ ասում, երևի ինչ որ ռասիստական բաներ է ինձ մոտ, որոնք որ չգիտեմ, լավ ձևով ա դրսևորվում, այսինքն ինչ որ նեգատիվ ձևով չի դրսևորվում, բայց ես այդպեսին եմ։ Ու իմ երեխեքներն են այդպեսին, Մոնթեն եթե ինչ որ փարք տիրոջը լեզուն գիտի, կարա գնա ինչ որ ձև ինքնահարտահայտվի, ռուսերեն որ շատ լավ գիտի, անգլերեն էլ դե բավականին այն որ սենց սովորում է, կգնաք ինքնահարտահայտվի, բայց ես որ ինքն էլ հայ երեխա է ու ես զգում եմ որ այն որ ասում իմ երեխեն է, էսի հաստատ, որտեվ իրանք էլ հայ տեսնելուց, իրանք էլ սենց ուրախանում են որ ազատ կարան խաղան, մեր մենտալիտետը նույնն է, նորից եմ կրկնում։ Ամեն ինչից այդ մենք նույն արմատից ենք։ Մեր նույն արմատն է։ Ոնց կարաս դու քո սեփական արմատը ուրանաս։ Դրա համար իմ համար արցախցիներին ու կապ չունի Վանաձորցի, Գյումրեցի ընդհանրապես անուն դնելը, այդ ոնց որ պատտվես, ասես պապաս լավը չի, մամաս լավն է։ Այդ նույն բանն է։ Ամենայն անկեղծության, որտեղ դա մենք բոլորս նույն արմատից ենք։ Ու այո, արցախցիների մեջ էլ կային մարդիկ, որոնց որ ես ուզում էի, չգիտեմ, խեղտեի այդ օրերին, որ սխալ էին իրանց պահում ու գցում էին արցախցու թասիբը։ Ու կային վանաձորցիների մեջ էլ մարդիկ, որոնց միջև մա տեսնում ասում, ո՞նց կասա հայ լինի իր վերաբերմունքով։ Ու կան Երևանում երեք կրակոցներ արած մարդիկ ու լիքն են, բայց դա չես կարա դնես մենակ արցախցիները վատն են, մենակ վանաձորցիները վատն են, մենակ գյումրեցիները։ Սենց են, չէ, հրաշալի ազգ ենք մենք, ուղղակի ցավոք սրտի, այո, պատահում են դեպքեր, երբ որ ազգերի մեջ լինում են իրենց ազգը ուզում եմ ասեմ գցող մարդիկ, որովհետև իրականում շատ ամոթ էր, որ մեզ Եվրոպայում կամ Ամերիկայում կամ ինչ-որ միտեղ ճանաչում են ինչ-որ։ Դե հայերը հա դե չէ։ Մենք ուղղակի ինձ թվում է չունենք հավաքական գիտակցություն, որ մի օրգանիզմի տարբեր մասեր ենք ու յուրաքանչյուրիս ֆունկցիան այդ ամբողջ օրգանիզմը աշխատացնելուն է, հա։ Պատկերացրեք, եթե ինչ-որ բահի սիրտը որոշի չաշխատել, ասել ես չեմ ուզում այլևս աշխատել, ես այս ամեն ինչից չեմ, բնականաբար ամեն ինչ կկանգնի։ Ավելի քիչ ֆունկցիոնալները թոքը լինի, չգիտեմ, աչքերը որոշեն չտեսնել, չենք տեսնի, չէ՞, քիթը որոշի չշնչել, այսինքն եթե այդ գիտակցությունը ունենանք, շատ հաճախ մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, որ իրենց անձնական որևէ գործողություն, քայլ, վատ խոսք, վատ վերաբերմունք, ոչինչ չանել անգամ, հա, շատ վատ է անդրադառնում։ Բան Ազորավար Անդրանիկը մի խոսք ուներ, մի անգամ էլի առիթ ունեցել եմ այդ ասելու, որ ասում էր, եթե դուք 0 եք, ապա ես 1 եմ, եւ եթե դուք կարծում եք, որ ոչ մի օգուտ չունեք տալու, ապա գտեք ձեր շուրջ գտնվող մեկերին եւ դարձեք 10։ Այո։ Այսինքն անգամ 0-ները ոչինչ չանող 10 կարող են դառնել գտնելով մեկին գնալ եւ իջացնել են աստիճանին, որ սարքեն 0։ Այս վերջերս մեր բակում մենք ապրում ենք մի բակում, որտեղ մոտիկ է քոլեջներից մեկը, չեմ ուզում անուն տալ, բավականին տենց լարված մթնոլորտներ է միշտ լինում այդ քոլեջում։ Ուրեմն այդ քոլեջի երեխեքը երևի դասից փախնում են, չգիտեմ, են որ այդ երիտասարդների ծխել բանի ժամին գալիս են մեր բակ։ Մեր բակում կա այդ
զրուցարան, հա, նստում են այդտեղ, չգիտեմ, են որ խոսում են, ծխում են եւ այլն եւ այլն։ Ուրեմն միշտ պատանից նայում եմ, ինձ այնքան հետաքրքիր, որովհետեւ իմ բոլոր կամավորները համարյա այդ տարիքի են, ու ես հասկացել եմ, որ կամավորները ինձ մոտ շատ իրենց փորձում են sense կոռեկտ պահեն, ու ոչ թե նրա համար, որ ինձանից վախում են, բարձա, հա, որ վախի գործոնը չի, ու ոչ միայն հարգում են, այլ նաև գիտես օրինակի էֆեկտը շատ մեծ է իրանց մոտ, շատ մեծ է, իրանք տեսնում են քո օրինակը ու հասկանում են, որ օրինակ չեն կարա իրանք ուրիշ ձև լինեն, չեն կարա օրինակ զոհված հերոսի երեխայի նվերը տալուց, ինչ որ նույնիսկ եթե այդ երեխան ինչ որ իրան այդտեղ սխալ պահի, ինչ որ սխալ բան ասի, իրանք իրան կոպտեն, չեն կարա, որովհետև ես այդ միջոցառման օրերին բերանս բացում եմ, միջև երեկոյին հոգնալս արդեն ցավում է, բայց մեկը ես sense ժպիտով եմ լինում այդ երեխեքի հետ, ինչքան ուզում եմ ոտքերս հոգնած լինեմ, որ չեմ կարողանում էլ կանգնեմ, չեմ կարողանում էլ նկարվեմ, բայց միևնույն 1728 հոգու հետ հերթով, հետո մի հատ էլ ասում են, մի հատ էլ ես ու քույրիկս իրար հետ, հետո մի հատ ես մաման քույրիկս, միևնույնն է դա անում ես, քո կամավորը երբ որ դա տեսնում է, ասում է ես ուժի ձև չեմ կարա, ես չեմ կարող կոպիտ լինեմ, որովհետև եթե ինքը մեր լիդերն է, այսպես ասած, հա, ու ինքը այդպես է նույնը։ Հիմա երիտասարդների մասով ինչ էի պատմում, այդ զրուցարանում տեսնում եմ երիտասարդները ու սկսեցին գորգռալ բան, ինչ որ մի քիչ ավելի շատ հավաքվեցին, երևի դարձան չչափազանցնում մի 25 հոգի։ Ու դե արդեն վախենել, ու նախ ֆիքսենք բոլորը սև հագած, հա, այդ մեջ սև բոլորը 15-16 տարեկան բոլորը սև հագուստով։ Պատանը բացեցի ու զգում եմ ավել պակաս արդեն են որ sense ու երևի թե ուրիշ մի պատու համբացող արևան հաստատ ասել էր էսում բակում եք հա sense մերկա քուրկա կնիկ կաստե էս ինչ բառ եք ասում ուրեմն բացեցի պատանը ասի ժորդ կներեք էլի ով հայ չի մի հատ ձեռք կբարձրացնեք ստեղ սուս նայեցին վերև բոլոր ասի հայ եք չէ բոլորդ աղբերներ եք չէ բոլորդ վաղը սահման եք չէ գնալու իրար հետ պահեք ձեր դիմացի կանգնածը լինելու է ձեր թշնամին իսկ դուք իրար հետ աղբեր ու sense Ես ամենայն անկեղծությամբ եմ քեզ ասում, լռություն, քար, նու շատերը վստահ եմ ճանաչեցին նաև ինձ, ու այս քար լռություն դեմքը, ինչ չեք կիսում իրար հետ։ Ինչ ու ես ավելի քան վստահ եմ, որ ոչ իրենց դասախոսները, ոչ իրենց, չգիտեմ, միգուցե ծնողները երբեք այդ մոտեցումով չեն իրենց ասել։ Ասել են, չգիտեմ, որ չի մամային քրֆել չի կարելի, այսինչ աղջկան չի, այս մեկը չի ասել, որ աղբեր դուք մի ազգ եք։ Մի ազգ, իրար աղբեր եք, ու դուք իրար թշնամի չպիտի լինեք ու չեք կարող լինել, հենց այդտեղից պիտի սկսեք։ Ես իմ երեխուն այդպես եմ դաստիարակում։ Ես որ Մոնթեն 7 տարեկան 8 է հիմա արդեն։ Պարզա իջնում է բակ եմ, որ ամեն օր մեկի հետ է սրա հետ վիճեցի, սրա հետ էլ կյանքում չեմ խաղալել, ինքը իմ ընկերը չի եւ այլն եւ այլ։ Ամեն երեկո այդ հայկականության, այդ ամեն ինչի մասին թեմաներ ամեն տանը։ Ամեն երեկո։ Ես Մոնթեի մեջ ոչ թե ասում եմ, որ ինչ որ մեկը ավելի լավն է կամ ավելի վատն է կամ դու սխալ բայց ես Մոնթեին ասում եմ, որ դուք բոլորդ հայեր եք ու դու վաղը, սա քո եղբայրն է, ու քո միակ հարազատը այս աշխարհում միշտ լինելա քո հայը։ Միգուցե սխալ է, միգուցե այս գլոբալիստական դեպի գլոբալիզմ գնացող աշխարհում ես ինչ որ շատ հին եմ, բայց կլինի ես իմ հին ձևով իմ սեփական երախոն, որին ես եմ ծնել, այդպես դաստիարակեմ, որտեղ երբեմն ինձ ասում են, շատ բարի ամոնթ հետ, շատ չգիտեմ, ասում եմ, ժորդ այն որ ցավոք երեխեքը ինչ տեղ մնետ էդ էլ սովորում են երբեմն ցավոք որովհետև իրականում ծնողներ կան որոնք որ իրենց օրինակով միայն ու միայն վատն են ծառայում իրենց երեխաների համար որպես դաստիարակչական հա ծառայություն շատ սխալ են լինում ես իմ երեխուն հատուկ չեմ նստում տենց ասում ոնց անես բայց փորձում եմ այնպես ապրել որ ինքը Մոնթեն ինչ նվեր ստանում մյուս օրը տանում է տալիս է ուրիշներին ու ես աշխատում եմ, նայեք չեմ ասում, վայ, միշտ ասում եմ, բալես տարբաժան չէ, բայց աշխատում եմ, իրան տենց չասեմ, ինչի, որովհետև երբ որ իրան ասում եմ, չէ, բա դու ոնց ես ամեն նոր տարի այդ հերոսների բալիկներին, այդքան նվերներ, ասեմ նախ մոնտ, դա իմ նվերները չի, այդ հայ ազգն է բերում, բա մի անգամ հիշում եմ նոր էր ստացել մի հատ խաղալիք, չթողեցի այդ մյուս օրը տանի, մեքենայի մեջ ասեց դու բարեգործ չես, ասում եմ, ինչի համար, որովհետև ասում եմ, ոնց կարաս դու բարեգործություն անես, եթե դու թույլ չես տալի, որ ես տալում սատամ Ռոբին, ասում եմ, Մոն ջան, երեք ես ստացել, հավեսը թանի քո երազանքներիդ խաղալիքն է եղել, մի խոսքով ինձ սարքեց շատ վատ մարդ, ես այն որ ամբողջ ճանապարհին համքշում եմ մտածում, կողո իրականում վատ ձևով եմ ասել, որ ինքա տենց չի ֆեկցել Բայց հետո հասկացա, որ ես երբեք իրան չեմ ասել, Մոնթե ջան, դու ինչ խաղալիք ստանաս, պիտի տանես նվիրես, այդ ինքը տեսել է դա, տեսնում է, որ պիտի կիսվես,
այս աշխարհում պիտի քո ունեցածով կիսվես քո եղբայրների հետ, իսկ մեր եղբայրները ու քույրերը մեր ազգի ներկայացուցիչներն են ու ներեք ինձ, որ ես այո, ես մեր շենքում ապրող ռուսների նկատմամբ շատ հրաշալի տրամադրվածություն ունեմ, ամենայն անկեղծությամբ։ Շենքում ապրող ունենք ռուսներ, եթե այդ երախուն մեկը ինչ-որ մի հատ բան ասում, առաջի մարդը դե ես այդ արդարության ջատակով պատողանը բացվեմ ու գնաց։ Մի հատ դուստե արի, բայց ես ոնց եմ այդ հարցը լուծում։ Ուրեմն գումար եմ գցում վերևից, ամենամեծ երախուն, ասում եմ գնա խանութ, բոլորի համար պաղպաղակ կոնֆետ առ, այդ իմ տենց վատ կաշառքի ձևն է երեխեքին, հա, շատ հաճախ եմ անում ու շատ գոհ եմ դրանից, որտեղ մեզ փոքր ժամանակ տենց երես չեն տվել, ուզում եմ երեխեքը քաղցրով լինի ամեն։ Ասում բերեք, հիմա բոլորդ նստեցիք, բոլորով միասին ուտում եք։ Ու երբ որ դու ձևավորում ես այդ քաղցր ուտելու իրար հետ միտեղ նստած այդ վիճակը, երեխեքի մասն է, հələ խոսքը։ Երբևիցե չի լինելու այդ իրար դու լավն ես, դու վատն ես, որտեղ բոլորը նույն հավասար, նույն այդ 150 դրամանոց մառոժնին են ուտում կամ 200 դրամանոց ու բոլորը այդ պայն իրենց հավասար են զգում։ Ես տենց մեթոդիկա եմ ճարել մեր բակի երեխեքի համար, հրաշալի ընտիր աշխատում է։ Խորհուրդ եմ տալիս բոլորին։ Ընտիր։ Կուզեմ մի քանի այլ օրինակներով էլ կիսվես, եթե ունես տարբեր մոտեցումներ, ոչ միայն երեխաների հանդեպ, հա, լայֆհաքեր, որոնք քեզ օգնել են ու հատկապես ասացիր, հա, 20 թվից հետո լիքը բան փոխվել է քո կյանքում, գործիքակազմ, լայֆհաքեր, որ քո վրա ես աշխատացնում, քո ընտանիքի ու առհասարակ քեզ շրջապատող մարդկանց կամ այն դաշտերում, որտեղ դու ազդեցություն ունես։ Ես տրիվոգան ոնց է հայերեն։ Ահազանգ, երևի։ Չէ, այն ահաբեկվածությունը ոնց է, որ մարդ ունենում է։ Անհանգստություն։ Ստրեսային այդ անհանգստություններ ունեի 20 թվականից անմիջապես հետո շատ ճիշտ սկսեցի կառավարել դա բարի գործ անելով։ Ու ես իսկապես խորհուրդ եմ տալիս մարդկանց, անպայման չի բարեգործությամբ զբաղվել, բայց ես ձեզ երդվում եմ, եթե դուք ձեր կողքի հարևանի համար մի բան ես կյանքում անեք, կապ չունի ինչ, ուղղակի կողքի հարևան տատիկին դուռը ծեծեք, ասեք տատիկ ջան, այսօր որոշել եմ գամ, մենակ ապրող տատիկ ես, որոշել եմ գամ ձեր տունը մի քիչ մաքրեմ, օրինակ քեզ օգտակար լինեմ։ Ես ձեզ ամենայն անկեղծությամբ եմ ասում, այդ ամենաաշխատող լայֆհակն է այս աշխարհում։ Նախ տիրոջ առաջ դու բարի գործ ես կատարում։ Երկրորդ հերթին այդ ամբողջ անհանգստությունը, այդ իմ այն որ շատ բանով եմ ձեր հետ հիմա կիսվում, իմ ամենա տենց պահած, որտեվ իսկապես ես տենց եմ անում։ Ես հենց մի հատ անհանգստություն, չգիտեմ, օրինակ, ֆինանսական խնդիր է, չէ՞, օրինակ, որ ինչ-որ մի բան ունես, հա, դեդլայն ունես, որ պիտի դա հասցնես, բայց ֆիզիկապես չես հասցնում, բան, այն որ sense մի հատ sense բաց եմ թողնում, ասում տակ, այսօր պետքա մի հատ ինչ-որ բարի գործ, ինչ կարելի է անել, գնում եմ մեքենայով, մամայիս տնից, Աբովյանից կանգնում եմ կանգառում, ասում եմ Ժողովուրդ ջան, ով է գնում Երևան, պես պուճուր բաներ եմ ասում, ու վստահ եմ հիմա տեսնողներն կլինեն, որ կխնդրեմ կոմենտեք, եթե դուք տեսել եք ու իմ մեքենայով գնացել եք Երևան, մեկը նստում են տարբեր մարդիկ, նա ինչ լավ բան է, տարբեր 5 հայ, 4 հայ, նույն տարածքում։ Այո, նստում են բոլորով, իրանք իրար չեն ճանաչում, իրանք կանգառում երբեք իրար քուր ու աղբեր չեն, բայց իրանք նստում են իմ մեքենայի մեջ ու մենք մի հատ ամբողջություն հայ ենք դառնում։ Ճանապարհին քշում ենք ու խոսում ենք օրինակ։ Դե լինում է մեկը հիմնականում մեկը մի քանիսը ինչ ճանաչում է, կներեք էլի դուք են Անահիտ, են Անասիա, բան դե տարբեր է, դե ես ֆենոմենալ անունների փոփոխություններ եմ տեսել ես անանաս, ինչ ասես, Անանաս, ինչ ասես լսել եմ, Անասիա ջան, անանաս ջան, Անիսա ջան, ամեն ինչ իմ անունը ամեն ձևի, ամեն ֆորմատով փոխվել է։ Ու նստում են ու սկսում ենք, դուք եք ասում, հա վայ Անայիս ջան, բան հիմնական հարցը որ ինձ տվում է, բայ ես ինչ հալնելու, ես մեր վերջը ես էլի եմ որ թեմքով Ժողովուրդ ջան, ես ընդամենը քշող եմ, որ ախպեր ջան, ես ընդամենը վարորդն եմ, ասեմ ինձ տես լուրջ հարցեր մի տվեք, չի երբ որ ես անհանգիստ եմ իմ հայրենիքի համար, դա չի նշանակում, որ ես բոլոր հարցերի լուծումները գիտեմ, ցավոք սրտի, այո։ Ու այդ իմ լայֆ հակերից ամենակարևորն, ամենայն անկեղծ եմ ուղղակի, հատկապես որ դուք գալիս եք մարզերից Ես ձեզ իսկապես եմ ասում, վարորդեք, կանգնեք, իմ մեքենայի մեջ հիմնականում նստում են 2-3 տղամարդ, մի կին, մի տղամարդ, երկու միշտ մի անգամ նույնիսկ, ու իսկ ես դա անում եմ շատ հաճախ, մի անգամ նույնիսկ մի նեղություն չեմ ստացել։ Դեռ հակառակը, որ ասում Ժողովուրդ ջան, որտեղ եք իջնում, բոլորս ինձ մենք բոլորս մի տեղ կիջնենք, որ քեզ հարմար լինի, տարբեր տեղեր չկանգնես, նորմալ մարդիկ են։ Բոլորը, որտեղ ձեր եղբայրներն ու քույրերն են, հայերն են։ Այ այտենց բաներ արեք, տեսեք ձեր այդ ներքին անհանգստությունները, այդ բոլոր այդ դեպրեսիայի մեջ եմ, ես լավ չեմ, այդ բոլորը մի անգամից հանելու է, որովհետև նախ էլի եմ կրկնում, Աստծո առաջ ես անում այդ ամեն ինչը, բարի գործ ես անում, ուզած փոքրիկ բարի գործ է, առանց որևիցե ֆինանսի, դու միևնույն է այդ քո վառելիքը ծախսելու էիր Աբովյանից հասնեիր Երևան։ Այո, ու գիտականորեն էլ է ապացուցված, որ երբ որ դու լավ գործ ես անում, քո մեջ դոպամինի արտադրությունը շատ ավելի բարձր է լինում, քան երբ որ քեզ են ինչ-որ լավ բան անում։ Այո։
Այնպես որ այդ զգացողությանը Հրաշալի։ հասնելու համար բատագույն Հրաշալի սցենարը զգացողություն է, այո։ Կուզեմ նաև խոսենք մի փոքր քո նախագծերի բարեգործության մասին։ Առհասարակ աշխարհում բարեգործության ընդունված sense մի երկու մոդել կա, հա։ Մեկը ուղիղ բարեգործությունն է, երբ որ առանց որևէ ֆինանսական ակնկալիքի, աշխատավարձի եւ այլն, ուղղակի դու կազմակերպում ես մի բան եւ անում ես, եւ մյուսը, որ շատ ընդունված է հիմա վերջին տարիներին եւ Հայաստանում են տարբեր կազմակերպություններ անում, միջնորդավճարով բարեգործությունն է, այսինքն մարդու ժամանակը չակերտավոր պահ են տալիս, նորմալ ընդունված պրակտիկա է, Բայց չհասկացա այդ ոնց։ Այսինքն վճարում են ինչ-որ մեկը, օրինակ իմ նման մարդուն, որպեսզի անի բարեգործություն։ Հա, օրինակ, ստեղծվում են կազմակերպություններ կամ անհատներ, կառույցներ, Դե մորեն ինձ միշտ ասում այդ պանիրներն է հաստատ հոտին ատանում։ Այ հիմա եկա հասկացա ինչ է իրականում, այսպես ասեմ, մյուս տարբերակը, օրինակ աշխարհում ընդունված պրակտիկան 20% միջնորդավճարն է, դու ինչ-որ ծրագրի նախագծի բարի բան անելու համար հավաքում ես գումար, որի 20%-ը թափանցիկ արդար ձևով դնում ես քո բյուջեի մեջ, որպես աշխատավարձ տվյալ գործն անող թիմի։ Ու այդ ուղղությամբ ավելի շատ է զարգանում, ես վերջին շրջանում նայում եմ, ինչ նախագծեր որ աճում են, ու դա լավ է այն առումով, որ գոնե նախագծերը աճում են, լինում է, բայց քո դեպքում չկա անգամ նյութական որևէ բան։ Ինձ հետաքրքիր է այդ մոդելը, հա, ոնց ստեղծվեց, ոնց ես դա կարողանում առանց ֆինանսական որևէ բանի կազմակերպել ու հերիք չի կազմակերպել, լավ կազմակերպել, մի բաներ երկարաժամկետ պահել։ Այո։ Ասեմ, դժվար սկզբից։ Հիմա արդեն այսպես։ Ընդհանրապես այս աշխարհում յուրաքանչյուր բանի մեջ ամենակարևորը դա վստահությունն է։ Եթե դու դա ձեռք բերեցիր, վերջ, էլ ոչ մի բանի մասին կարող ես չմտածել։ Ես 20 թվականին, երբ որ սկսեցի տեխնիկային թատրոնում, դեռ տեխնիկային թատրոն չէի հասել, Սարյան փողոցում հավաքել դոշակ, գրեչկա, մակարոն ինձ բերել էին, ուրեմն sense մի թևից տակ վերմակ էր, դեմս դոշակ էր դրած, մակարոն ու գրեչկա, ես sense նայում էի, ասում էի, բա ես հիմա ինչ անեմ, ուր տանեմ, էս ոնց պիտի լինի, այսքան բան ուզում էի, բերում են, ասես դոշակներ շարել, այն որ Սարյան փողոցի հետ հյուրանոցի տերը դուրս եկավ, ասես կներեք, կգնաք ստեղից, որ խնդրեմ, որ խանգարում եք արդեն մեզ շարժվելուն։ Այդ ժամանակ դե առաջարկ ստացա իջնել տեխնիկային թատրոն, ինչի համար որ միջև հիմա էլ առայսօր շնորհակալ եմ անչափ, որովհետև մեր տունը դարձավ։ Իջանք ու սկսեցինք հավաքագրել։ Ու ամուսնուցը զանգ ստացա, հենց ամենաառաջի օրը, ասեց հանկարծ ոչ մեկից փող չվերցնես։ Ու ես, դու չես հասկանում, Զորո, փողը հեշտ է, քարտին կգցեն, ես կգնամ այդ դե հələ նոր, ասում եմ, ոչ մի բան չեմ հասկանում, դեռ նոր, ասեմ կգցեն քարտին, ես կգնամ օրինակ, դե ես հոյին վրա վստահ եմ, ես հո գիտեմ, որ ես կյանքում չեմ այդ փողից նույնիսկ 10 դրամ վերցնել, ասում կգցեն քարտին, ես կգնամ օրինակ, ով է գալու ինձի գրեչկա բերի, ով է գալու ինձի ձետ բերի, ով է գալու ինձի, ասում էր, ուրեմն գնա դու։ Այն պրինցիպն էլ Անայիսը դե ոնց կարա գնատուն ես արդեն իսկ որոշը հատկապես որ տեսնում էի որ գալիս էին ու ես այդ ժամանակ ունեի 60,000 մոտ հետևորդ, то есть նշի էլի որ այսօրվա այդ 260,000-ներ եւ այդ վստահությունը եւ այլն։ Դա սկզբից իհարկե ընկերներ ու ծանոթներն էին բերում միայն։ Հետո ասացի, լավ, օքեյ, անջատեցի, դե որ խոսք եմ տվել ամուսնուս չքննարկվող, չկպա գումարի ու 26 թիվն է, ես 6 տարվա մեջ երբևիցե ոչ մի տեսակ Այն որ դե լավ դու իմ քուրն ես վեկալ քեզ վստահում եմ դու կառն ես չկա տենց բան եղել է մարդ որ եկել է մեր մոտ այսպես դրել է սեղանին գումարը ասել է կներեք էլի շտապում եմ ասել եմ կներեք վերցեք ձեր գումարը նեղացել է գնացել է ամենայն անկեղծությամբ մի հատ մարդ է 175,000 եմ հենց հիմա հիշում եմ պանիր էինք ասեց ի՞նչ ա ձեզ պետք ասինք պանիր ասեց ավտոս երկրորդ գիծ այսպես հաշվեց դրեց սեղանին ասի կվերցնեք ձեր գումարը խնդրում եմ ես ձեզ գնացեք ասի Առեք, երբ որ հարմար կլինի, կբերեք չի ինքը վերցեց ես կտարեմ մի ընտանիքի կտամ ու սենց մի քիչ եմ ունաթա, որտեղ ինքը նեղվեց կոնկրետ, ասեց ոնց ես եկել եմ, հասել եմ, երկրորդ գիծ կանգնել եմ, նկարվում եմ, ձեզի փող եմ բերել, դուք չեք վերցնում։ Իսկ դա իմ համար պրինցիպիալ էր արդեն, որովհետև հոսքը այլանդակ մեծ էր։ Իսկ ինչի էր մեծ։ Դա էլ մեկ անգամ եւս ապացույց էր ինձ եւ այս ժողովրդին, որ առանց լափելու ինչ որ մի բան կարելի է այս երկրում անել։ Դա էլ ինձ համար ապացույց էր, որ կարաս դու քո կամավորին ասես որ ես չեմ գողանում, ես տեղից բան չեմ տանում ու դու էլ պիտի չտանես, որովհետև լավագույն բանը այդ տարիքի երեխեքի համար դա օրինակն է։ Դու չես կարա Մոնթեն 2.5 տարեկան էր, մտավ ներս տեխնիկայինում, երկու հատ կինդեր ձեռը, ասի այդ որտեղից։ Մեկ էլ մեր կամավորներից մեկը ասեց
շատ sense բարի տղա է, շատ լավն է։ Ասեց, ես եմ տվել, ասի, հա, վայ, վախեցա, ինձ թվաց ընդեղից է վերցա, ասեց, չէ, ես եմ ընդեղից տվել։ Ես չեմ կարա քեզ բացատրեմ ինչ ժողով տեղի ունեցավ, իսկ ես այդ կամավորության օրերին շատ տենց ագրեսիվ եմ լինում, որովհետև ինձ համար այդ այնքան կարևոր է, ես ոչ խոսում եմ, ոչ տենում եմ, ոչ ման չեմ անում, դա իմ, այսինքն դնում եմ դեմս այդ, որ ես պիտի այսքան մարդու օգնեմ, վերջ, պիտի օգնեմ։ Պիտի անեմ ու դառնում եմ, հա, ցավոք սրտի, հենց ոչ թե ագրեսիվ ինչ որ վիրավորող կամ չգիտեմ ինչ, ագրեսիվ, որ ինձ պիտի չկպնեն, գործից բացի, օրինակ ոչ մեկ չպիտի ինձ գա ասի, Անահիտ ջան, բա կարող է երեկո, չէ, մի ասեք, ոչ բոլորը գիտեն, ինձ ծնունդ չի կարելի հրավիրել, հարսանիք չի կարելի, հատկապես ամանորյա օրերին, այդ զոհվածելոսների երեխաների միջոցառման օրերին, ինձ մի կպեք, ինձ մի զանգեք կատեգորիկ, եթե ընկերներից մեկը հանկարծ զանգվա, գիտի չեմ վերցնելու, ու հանկարծ մեսեջ ագրում, ան ոնց ես։ Այդ վերջ, այդ ընկերոջը ես կարող հետո տեսնեմ, ասեմ լավ դու չես ամաչում, որ բոլորը գիտեն, ինձ չի կարելի կպնել, մամաս կյանքում ավելորդ հարց չի տա, գիտի որ ես մտա տուն, քնեցի, դուս եկա մաքսիմում լողանալ, վերջ, այդ է իմը։ Ու այդ օրը ասում եմ, ես եմ տվել այնտեղից, ու պատկերացնում ես, ես ինչ մի խոսքով դա 40 րոպեանոց փակեցի տիկնիկային թատրոնի դռները բոլորին կանչեցի ու ասեցի, եթե դուք համարձակվեք, ասի ինչ որ բան եք ուզում, ասեք, ես ինքս իմ գումարով կգնամ ձեր համար, խանութից կգնեմ, կբերեմ վաֆլին կդնեմ, կասեմ կերեք։ Բան եք ուզում, ես կարամ լիքը հովանավորներ գտնեմ ու գտնում էի, ասում էի, ինչ եք ուզում, պիցա եք, հենց հիմա ուզում ես կգտնեմ հովանավոր, որ ձեզ կբերի այսօր 100 հատ պիցա ու բոլորով 500 կամավոր եք, 500 էլ կուշտ կգնաք այստեղ, բայց մի կպեք այդտեղին, դա մերը չի։ Ու նայ, երբ որ դու դա ասում ես, բայց իրիկունը տես տոպրակով բան ես վեկանում գնում դու, դա չի կարող օրինակ լինի։ Ու հենց այդ էլի եմ ասում, այդ վստահությունը դանդաղ դու ձեռք ես բերում, բայց եթե դու սկզբից ասում ես ես գումար չեմ հավաքում, հետո տենց երկրորդ ամսին ասում ես դե լավ, դե ոնց որ գումար եմ հավաքում, դե լավ, դե ու իրականում այդ ֆենոմեն էր Հայաստանում, որտեվ չի եղել տենց բան, երկարաժամկետի դեպքում եմ նորից ասում, միգուցե լիքը մարդիկ էլի բարեգործություններ հավաքել են, հա, ինչ որ բաների տեսքով։ Այո, կան, բայց այսքան նախ մասշտաբայնության, որովհետև մենք ամենամեծ մասշտաբային իսկ կան թվեր, ինչ քանի ընտանիք եք։ Մենք 68000-ից ավել մարդ, այսինքն 2023 թվականին Տերյան 105-ից տալ ենք օգնություն, ոնց է դա հաշվարկվել, բացատրեմ։ Օրական տանում էինք մոտ 300-400 ընտանիքի, ընտանիքում օրինակ զանգում էինք, ասում ենք ձեր ընտանիքում քանի հոգի է, ասում էր օրինակ 6 կամ 3 կամ 6 կամ 5։ Մենք այդ 3 հոգու համար, հա, դնում էինք օրինակի համար 1 հատ հավ, 1 հատ կաթ, 1 թթվասեր եւ այլն։ 6-ի դեպքում դարձնում էինք 2, 10-11, իսկ լինում էին դե գիտեք այդ օրերին ընտանիքներ կային, որ papan 2 աղբերները միասին գալիս էին, հա, հորողբերներ իրար, աղբերներ գալիս էին վերցնում էին մի հատ ինչ որ միտեղ ու 13-14 հոգով մնում էին այդտեղ ստիպված, որտեղ տեղ չկար, հետո նոր սկսեցին առանձնանալ։ Ու այդտենց ուղարկում էինք ու 68000 մարդու մենք կարողացանք օգնություն ուղարկել։ Ու ես ձեզ ամենայն անկեղծությամբ եմ ասում, այն ինչ որ ուղարկվում էր այդ մարդկանց, այդ շատ հանգիստ մենք մեր տներ կարող էինք տանել, այտենց լավ բաներ էր։ Բոլորը ինձ ասում էին, ինչ անպայմանա շամպուն դնես, ինչ անպայմանա ներողություն զուգարանի թուղթ, ասում ժողովուրդ այդ մարդիկ ռմբակոծության տակից փախել են առանց ոչինչ վերցնելու ու եկել են շատերը նաև առանց ինչ որ տեսակի գումարի ու նույնիսկ եթե գումար ունեն դուք պատկերացնեք նոր եկած փախած հասած մարդուն այդ շոկի մեջից ասի մի հատ իջնեմ սուպերմարկետ ու բանը առևտուր անեմ կամ չի լինելու տես դրա համար մենք ուղարկում ենք այն ամենաառաջին անհրաժեշտության պամպերսի համար էինք հարցնում երեխու կաթը որն է ինքը խմում դու հասկանում ես ինչ մանրակրկիտ է կատարվել աշխատանքը եթե ասում երեխան խմա հումանա մեկ ներողություն ես գովազների համար բայց բացատրեմ մենք կյանքում չենք ուղարկում իրան նուտրիլոնի երկուսը որ դեք էդ ունենք հիմա չէ որտեվ ես որպես մամա նաև հասկանում եմ որ չի կարա երեխու կաթի փոփոխություն լինի ու երեխան չգիտեմ մեկ էլ դրանից վատանա մենք հարցնում ենք երեխային քանի երեխա ունեք ջերմիջոցնող ուղարկենք մումիկներ ամեն ինչ մսամթերք առանձին վստահ եմ տեսել ես այդ սառնարանների քանակը ինչքան կար ու իմ մոտ չկար էլի դե լավ բերեն մսամթերքը ոչինչ երշիկները օրինակ հատակին դնենք սառատեղ հատեղից բաժանենք ոչ ու երբ որ դու ասում ես ո՞նց է դա ստացվել առանց գումար հավաքելու որովհետև ինչ է քեզ պետք հենց հիմա որ ես ստորի անեմ եւ ունենամ բարեգործության համար ինչ օրինակ մի հատ նենց ֆենոմենալ բան ասա որ մտածում ես չի կարա լինի պատի ներկ մենք պատի ներկուզեցինք երբ որ ավարտեցինք 20 թվականի բարեգործությունը որտեղ տեխնիկային թատրոնը գմփացրել էինք պատերը մեզ պատի ներկեր առան բերեցին ինչ ես ուզում վաննա ինչ ուզել է ամեն ինչ կարելի է այս կյանքում առանց ամեն ինչ
Ֆիզիկական ծառայություն, կամավորները ֆիզիկական գործ չեն անում, անվճար։ Այդտեղով քեզ այդտեղ գումար ոչ մի տեղ մենք գումար չենք ծախսել։ Ես հիշում եմ հայ եմ, ես ջրի բան կար, իրանց գովազդ հաստատ հասնում է, որտեվ ընտիր մարդիկ են, իրանք բերել էին միջև առաստաղ, իսկ Տերյան 105-ը պոլիտեխնիկի առաստաղը բավականին էլի սրա 4-5 չափն է։ Միջև առաստաղ ջրերի տուփեր էին շարել, որ կամավորները հանկարծ նույնիսկ չգնան ջուր խմելու։ Մենք նստած էինք, մեկ էլ կողքի կրպակները, որտեղից որ մենք նոր սուրճ գնեցինք, այդպիսի կրպակներից բերում էին մեզ այն որ սենց սուրճ էր բաժակներով։ Այդ երեխեքը գնում էին իրանց սեփակը պարզա, իրանք իրանց գնում էին սեփականատիրոջ ասում էին կներեք էլի, մենք եթե չենք կարա ինչ-որ բարեգործություն, կարող սուրճ տանենք անայսի կամավորներին։ Դավայ սուրճ ենք տանում։ Okay, եկանք հասանք, բայց կամավորներին ոնց էիք բան, շատ հանգիստ հայ ազգը, այսպես օր էր լինում, ես ձեզ երդվում եմ, օր էր լինում, մենք այն որ այնքան խորովածներ, պիցցաներ եւ նման բաներ էր գալի, որ երեխեքը այն որ մնում էր, տես օրինակ ուղարկում էին, չգիտեմ, 50 հատ պիցցա, ինչ որ խորովածներ, բան, որ վերջում օրվա վերջում հասկանում ենք որ տեղ չունենք, ինչ որ մի հատ ընտանիքների էլ էինք, էլի դնում տակուտես, պատրաստի հիմնականում դե դնում ենք, որ իրանք պատրաստեն, բայց դնում փաթաթում ուղարկում ենք այդքան շատ էր այդ ամեն ինչը լինում։ Մենք բողոքելու ընդհանրապես տեղ, ասում եմ, մենք լավագույն դրա համար եմ ես սիրարված այս ազգին։ Բայց կազմակերպչական առումով ինքը իսկապես լայնամասշտաբ գործընթաց է ու դու գործ ունես տարբեր Այդ էլ կառավարչական, որովհետև խոշոր տարբեր թիմերում անգամ փոքրիկ process-ի փոփոխություն, նոր մարդուն աշխատանքի ընդունել, մինչև ճանաչել ես կողմից, ահագին մեծ խոչընդոտներով եք լինում, բայց դուք միաժամանակ առանց process-ը կանգնեցնելու տարբեր ոլորտների, տարբեր գիտակցական մակարդակ ունեցող մարդկանց հետ անում եք ֆենոմենալ գործ, որտեղ ֆենոմենալ ազգի հետ էի գործ բռնել։ Ամենայն անկեղծությամբ ես չեմ ուզում, իսկապես էլի չեմ ուզում պաթոսախառը հնչի, բայց մենք լավագույն ազգն ենք այս աշխարհում։ Դուք հասկանում եք, իմ մոտ Տերյան 105-ում կանգնում էր Tesla, հետևից Range Rover, հետևից BMW X7, չգիտեմ ինչ, ես ձեզ երդվում եմ ժամերով վարորդներ, որոնք ունեին իրանց անհատական ընտիր բիզնեսները, հարուստ, ընտիր դզված մարդիկ էին։ Այսպես նստում էին ավտոյի մեջ, սպասում էին, որ իրանց հերթը գա, որ իրանք այդ ավտոյով տանեն Մասիսի եսին, որ Դարակերտ գյուղում ապրող 6 արցախցի ընտանիքի ուտելիքը ու դուք ուզում եք ինձ ապացուցել կամ ասել կամ ընդհանրապես քննարկել, որ այս ազգը վատ գիծ ունի, չունի, հրաշալի է այս ազգը, ուղղակի ցավոք սրտի մենք մեր փուճուրիկ վատ բաներ անընդհատ հանում ենք ջրի երես։ Չգիտեմ ինչ է, օրինակ ինչի դրա մասին չի խոսվում։ Ես կինո կնկարեի այդ կամավոր մարդկանց մասին։ Ինչի չի խոսում, որ բենզալեցակայաններ կային։ Ես խոսում եմ իհարկե անընդհատ, բայց ուզում եմ օրինակ ամենայն անկեղծ եմ ես կուզենայի այդ օրը լրատվականները ոչ միայն օրինակի համար իրար բշկտելով ու չգիտեմ ինչով զբաղվեին մեկի մասին լավը վատը գրելով, այլ գային այդ հերթով այդ ավտոների վարորդներին կանգնասային ասային կներեք էլի դուք քանի որ օրվա հերոսն եք, որտեղ օրվա հերոսն էր ինքը։ Աղջիկներ կային, գալիս էին, ուրեմն տանում էին Արարատի մարզ, բաժանում էին, հետ էին գալիս ինձ ինան մի հատ էլ տուր մոտիկ տեղ հələ կհասցնենք 8-ն ասում ժողովուրդ գնացեք աղջիկ չէ կհասցնենք։ Դուք հասկանում եք ինչ ազգի մասին ենք մենք խոսում։ Այդտենց։ Իսկ դա ինչով, այո, ես ասում եմ, ֆենոմենալ էր, որովհետև վստահությունը ձեռք ենք բերել։ Ֆենոմենալ էր այդ գործը ու ես երբ անում եմ տենց հստացում։ Ես ամեն տարի երբ որ սկսում եմ, դե առաջի օրերը դժվար է գալի կամավորները նոր եկած են, որ առաջի անգամ եկել են կամավոր սենց են։ Օրինակ, չգիտեմ, 5 հատ տիկնիկ բերեցին այդ օրը, 3 հատ խաղալիք բերեցին, մա սենց են, այս սենց հա չի հավաքվելու այս անգամ իզրենք եկեք կամավորության, մեկ էլ հետո են որ ֆուրերի գալորին, անայս ջան, խնդրում ենք ստորի արա մեղք ենք, այսօր էլ բան չբերեմ, որտեվ մեջքները ցավ մայջացներ։ Ես միշտ ասում եմ երեխեք, Աստծուն տվեք։ Գնացեք առաջ։ Ամուսնուս հետ խոսել ենք մի օր, ասեց երբ ես դադարելու էլի, դե հասկացանք, ասեց, հո մինչև 100 տարեկան չգիտեմ, մինչև կյանքիդ վերջ ես անելու։ Ասիզոր ջան, կանեմ այնքան, ինչքան տերը որոշում է, որ մարդիկ պիտի բերեն, որովհետև երբ որ չբերեն, լոգիկան, հա, կապեցինք իրար, եթե չբերեն, ես չեմ այնց որ հայր ջան, եթե ուզում եք ես այլևս չանեմ, մի բերեք, բայց բերում են ու շատ են բերում։ Արդեն մեզ սկսել են շատ լուրջ վերաբերվել լուրջ կազմակերպություններ, մեզ միանում են շատ լուրջ բառը բուն իմաստով, ասենք լուրջ կազմակերպություններ զանգում են, օրինակ այս նոր տարվա միջոցառման ասում էին, օրինակ 5 միլիոն դրամի ինչ, դու հասկանում ես ինչ թվերի մասն, ու այդ 5 միլիոն դրամի ինչ բերեքին, պատկերացնում եք, օրինակ այդտեղի ինչ որ մարքեթինգի ղեկավարն է զանգե ինձ,
լուրջ կազմակերպություն, ասում եմ, ուրեմն մեզ պետք է այսինչ համարի կեդեր, այսինչ Սամանայից ջան, իսկ կարող է այդ մի քիչ նենց կանան կազմակերպենք, որ մենք գումարը փոխանցենք, ասում չէ, ցավոք պիտի գնա կառնեք։ Ու այս մարքեթինգիս ղեկավարը իրա մի քանի լուրջ աշխատողներով իրանց բանը գործը թողում են ու գնում են առևտուր անելու։ Բայց այդ այնքան լավ կետ է։ Ապրես։ Երբ որ գործընթացի մասնակից են լինում, ոչ թե միայն վճարում գնում են։ Իսկ ինչ եմ ես դա նաև անում, որ մենք հայը հայի հետ կապվի։ Ոչ թե միայն օրինակ ես հիմա չեմ հիշի, ամենայն անկեղծ եմ, որ ինձ ասես, այս ամիս որտեղ ես բարեգործությունները, իսկ ես շատ հաճախ օրինակ քաղցկեղով հիվանդ երեխաների իմ հնարավորության սամ իմ 5-10,000 դրամս փոխանցում։ Հիմա ասես, երթվում եմ չեմ հիշի, բայց հենց հիմա ասես վերջի տարածս բնակարանը որտեղ որ մտել եմ իրերով եմ գնացել, անգիր կհիշեմ բոլոր երեխեքի դեմքերը կֆիքսեմ, նկարները ունեմ եմ, որ իրանց հետ sense լավ նստել թե եմ խմել, այդ ամեն ինչը հիշում եմ, երբ որ դու մարդու հետ ինչ որ ձև, ինչ որ տեսակի շփում ես ունենում։ Հետո ես աշխատում եմ մարդկանց կապեմ իրար, Լիլիան, ուզում եմ արանքից օրերից մի օր ծերանալու եմ, ուզում եմ արանքից դուրս գամ։ Ինչ ձև, օրինակ դու բերում ես այդ կեդերը թողնում ես գնում ես ու ասում ես Անահիտ ջանից մի հատ ընտանիք դուր, իսկ դա շատ հաճախ է լինում, որ ես իրան ստաբիլ սկսեմ օրինակ չինեմ կոմունալների հարցը լուծեմ։ Մարդկանց էս կապում իրար սկսում են ծանոթանալ, քավոր սանիկ են դառնում։ Ունես տենց պատմություններ ունեմ ամուսնացած կամավորներ, նշանված կամավորներ, որ ինձ մոտ են ծանոթացել ու ինձ համար դա հրաշալի ձեռբերում է, որովհետև դու նորաստեղծ ընտանիքի հիմք ես հանդիսացել ու իրականում այդ են ամենավատ ծանր տեղն է, որտեղ դու մարդուն կարող ես տեսնել, հա, որտեղ ինքը առանց ձևականությունն է, հիմնականում 90% առանց մակիաժ են աղջիկները, բոլորը, այն որ sense գալիս ես տան աղջիկը նայում ես, տենում ես որն է, ասում ես էսա իմ կինը, այդ կատակ, բայց շատ ունեմ տես դեպքեր, որ զույգեր են դարձել, ունեմ նույնիսկ դեպքեր, որ իմ կամավոր աղջիկը ամուսացել է վիրավոր զինվորի հետ, նշանվել է ներողություն ես վերջերս, ու տենց հրաշալի պատմություններ ունեմ, որոնց որ իհարկե իմ համար հաճելի ու շատ թանկ պատմություններ են դրանք բոլորը։ Ես կարծում եմ մի անգամ ասել եմ սրա մասին, հիմա էլ կասեմ, ամեն մարդ այս աշխարհ գալիս է պարտադիր, նույնիսկ այն մարդը, որը դեռ ոչ մի բան իր կյանքում չի արել, միևնույն է ինքը եկել է ինչ-որ բան անելու համար, պրոստը կարող է մինչև կյանքի վերջ տենց չհասկանա ինչ է եկել։ Ես հասկացել եմ, ու ես տիրոջը այդ գիտակցման համար անչափ շնորհակալ եմ։ Ես այս աշխարհում եմ, որովհետև Մոնթեին ու Լուսեին պիտի լույս աշխարհ բերեի, իրանց մաման պիտի լինեի, ու լավ մամա պիտի լինեմ իրանց համար միշտ ու պիտի անեմ այն գործը, որը որ անում եմ, շարունակում եմ անել ու շարունակել եմ այնքան, քանի դեռ այս ազգը բարի է, իսկ այս ազգը անսահման, հավատա ինձ, անսահման բարի է։ Չհաշված այդ մնացածները, անսահման բարի է։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ Լիլիա, շնորհակալություն, հրաշալի զրուցակից ես դու ու շատ լավ լսող, որ ոչ մի ձև չխանգարեցիր իմ մենախոսություններին ժամերով։ Իրականում ես վերջերս հաճախ հարցազրույցներ են կանչում, բայց ես քանի որ գիտեմ որ քաղաքական թեմաներով ինձ չգիտես ինչի կանչում են, ազգային ժողովի նախագահ եմ, ինչը կգա քաղաքական, դեռ չեմ ուզում ես քաղաքական թեմաներով խոսեմ։ Ու այն ինչ որ ես խոսում եմ իրականում քաղաքականության մասին, դա այնքան է վերաբերվում իմ ամենօրյա ու առօրյա կյանքին, որ ես ասում եմ մնում է որ հայտնիները սկսեն ասել մենք քրիստոնեությամբ չենք զբաղվում, լուրջ եմ ասում, որտեղ այն ինչ որ այսօր կատարվում է իմ եկեղեցու դեմ ու էլի մարդիկ մենք չենք զբաղվում, մի հատ էլ ասեք մենք քրիստոնեությամբ չենք զբաղվում ու այդտես ասես մի հատ վեց վերջակետ դնենք։ Թավոք այդ խնդիրն էլ կա իրականում, դրա մասին չխոսեցինք, բայց քանի որ բացեցիր մի փոքր խոսենք, ես վերջին շրջանում եմ սկսել ավելի խորանալ, հա, եկեղեցի պատարակ գնալ, կարդալ Աստվածաշունչ եւ այլն, ու բնականաբար դրա արդյունքում դու նաեւ վարքային փոփոխություններ ես, հա, ունենում, սկսում ես ավելի շատ հարցեր քեզ տալ, ավելի բաների հանդեպ ուշադիր լինել, նոր հարցեր եւ այլն, ու մի հետաքրքիր բան կա, որ շատ տխրեցնում է ինձ, մարդիկ ասում են քրիստոնյա եմ, բայց երբ քեզ տեսնում են մի քիչ ավելի քրիստոնյա, թեպետ կարծում եմ այդքան էլ լավ ձևակերպում չի, հա, սկսում են վախենալ ու համարել, որ հա, մի բան են չի։ Ինձ ուրեմն 20 թվականին որ մարդիկ բան էին բերում, միջև հիմա, մինչ այսօր, ու ընդհանրապես ես նույնիսկ առաքիչը, հնդիկ առաքիչը, ասում եմ Աստված օրհնի, չգիտեմ, հասկանում եք, թե չէ, բայց ես իրեն տենց եմ ասում, վերջում ասում շնորհակալություն Աստված օրհնի ձեզ ու փակում եմ։ Ու հումոր էին անում կամավորները, Աստված օրհնի ձեզ էին դրա անունս, որովհետև ես բոլոր Աստված չօրհնի մարդը բանա բերե քո մոտ կամավորա, որը տանում է դա, հասցնի տեղ, ասում եմ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, ու բոլորը ինձ այն որ ածականս դրել էին ու հիշում եմ կամավորներից մեկը ինձ նոր եկած կամավորը մյուսներին հարցեց, «Անա այս աղանդավոր է»։ Ու իմ հումորը այնքան
ամենևին չեմ ուզում ոչ մեկի կրոնական ինչ որ ուղղության կպնել կամ ինչ որ ձև բան անել, բայց իմ համար այնքան տհաճ էր այդ որ այսինքն դու առաջի քրիստոնյա ազգը լինելով, այդքան վերջը Աստծուն մոտ պիտի որ լինելով, այսքան վանքեր ու եկեղեցիներով քո բանում երկրում ունենալով Աստված օրհնի քեզ բառերը անվանես որ հա դե էսի հավատացյալ որ հա հավատացյալ իսկ դու հավատացյալ չես այսինքն հավատացյալը հավատավորը մեր եկեղեցու հետևորդը այսօր դարել է ինչ որ տենց բայց ես մի բան ասեմ այս թեմայով էլ որ շատ ծավալվեմ որտեղ էս իմ համար շատ դաժան թեմա է ամեն եթե գնում ես պատարակներ տեսել ես չգիտեմ որտեղ ես գնում բայց տեղ չկա մենք միշտ ուշանում ենք ես ու Մոնթենուլու սենց հավաք սրտի որտեղ միջև այդ երկուսին հավաքում դե իրանց ես գիտեմ ուր եմ գնում ու ես եմ որ սենց պատրաստված եմ գնում իսկ իրանց չես կարա բացատրես որ պատարակին պարտադիր պիտի սկզբից գնաս ու պարտադիր միջև վերջ մնաս ես մեղք եմ գործում ամեն անգամ ուշանում եմ ու շուտ եմ դուրս գալի որովհետև Մոնթենուլու սեն եկեղեցու բակում սկսում են էլ չգիտեմ իհարկե մեկ սամակատ եմ տանում որ քշեմ բայց իրանք փոքր են դեռ չեն Մոնթենելը մի քիչ հա լուսան ընդհանրապես չի հասկանում ուր ենք այդ խնկի հոտից այն որ երբեմն ես նամես եմ հոյտա գալի դուրս գանք չի ընկալում դեռ փոքր է ու ես տեսնում եմ վայ չես պատկերացնի ես որ գնում եմ Սուրբ Աննայում հասնում ու տեսնում եմ տեղ չկա մտնելու այ շատ հաճելի հոգիս փառավորված ասում ինչ լավ է որ ինձ տեղ չկա այնքան եմ ուրախանում որ ես դրսից եմ պատարակը լսելու այնքան եմ դրա համար ուրախանում ու ուզում եմ ասել որ հավատավոր մարդիկ չկոտրվեք ոչ մի անգամ, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսը անցել է վստահ եմ շատերդ գիտեք, եթե ոչ գրքից, ուրեմն կինոներից։ Ինչերի միջով։ Մենք ով ենք, որ հիմա բողոքենք, թե ինչի միջով անցնում մեր հայ առաքելական սուրբ եւ միակ եկեղեցին։ Ցավոք սրտի անցնում է ու պինդա, շատ պինդա, ինչը որ իմ համար հրաշալի անսասանա ու ես ավելի քան վստահ եմ, որ հավատավորի մոտ այդ հայ առաքելական սուրբ եկեղեցու այդ ճիշտ տեղը չեն կարողանալու իջացնեն կամ կոտրեն ու այդ ամենակարևորն է Ոստահաբար ուղղակի պետք է լինել ու պայքարել այդ հավատը ունենալու կամ այդ կանոնները պահելու համար մի քիչ ջանք պետք է գործադրել որտեվ նույն սկզբում երբ ես գնում էի էլի նույն կանխակալ վերաբերմունք ունեի պատարակների հանդեպ մտածում էի տատիկ պապիկների եմ միայն տեսնել ու այդտեն շատ քիչ ու որ գնացի հրաշք ինձնից երիտասարդ իմ հասակակից տարբեր տղամարդիկ կանայք ջահել աղջիկներ այդ ոնց էի ուրախանում ու հետո այդ համայնքն է սկսում քիչ-քիչ ձևավորվել արդեն իրար ճանաչում են բարևում են եւ այլն չէ մեր երիտասարդները այսօր չափազանց հավատքի մեջ են ու դա հրաշալի է ուղղակի, որովհետև հարցը ոչ միայն կրոնական կազմակերպության մեջ է հարցը, հա, ես որտեղ մեկ-մեկ նենց չեմ սիրում, որ ասում են, դե հայ առաքելական սուրբ եկեղեցին դա մեր պետական կրոնական կազմակերպություն, ասում եմ, մի ասեք նույնիսկ դա։ Անգամ ինձ տհաճ է դա լսել, որ տենց է, դուք մեկնաբանում, հա, եկեղեցին Հայաստան բառը նույնիսկ դեռ չձևավորված կար, վստահ եղեք կա ու դեռ լինելու է շատ դարեր ու պահելու է դեռ մեջքը հայ այնպես որ իհարկե չկոտրվենք մենք ընդհանրապես այդ կապը չենք տեսնում որովհետև Կոմիտասին սիրում ենք Մարտոցին սիրում ընդունում ենք այո բոլորը եկեղեցական հոգևորական այո բոլոր դաշտերում գոշը իրավական դաշտում դատաստանագիր կստեղծեց տարբեր պետություններ օգտվեցին իրենց սահմանադրությունը ստեղծեց այսինքն եթե խորանանք այդ այնքան շատ ու մի կետից է ուղղակի այդտեղ պետք չի վիճել կռվել ընդհանրապես պետք է ճանաչել այո ես միայն գիտես ինչից էի վախենում այս թեմայից երբ որ սկսեցին այդ շատ վատ թեմաները եկեղեցականների հոգևորականների ինչը որ ես եկեղեցին ու հոգևորականին չեմ նույնացնում ընդհանրապես որովհետև ես այդքան դեբիլ չեմ այսպես ասեմ որովհետև իմ համար դեբիլություն է համարել որ մարդը որը կարա լինի մեղսավոր նույնացնես սրբության հետ նույնացնես մի բանի հետ որը անթերի է եկեղեցին հայ առաքելական սուրբ եկեղեցին ինքն իրանով անթերի է անթերի ոնց որ Հիսուսն էր անթերի ու դու չես կարա այդտեղ գտնես որ հոգևորականը սենց արեց ուրեմն եկեղեցին վառն է իհարկե ու շատ էի վախենում որ կարողաց մեկ առաջին դավաճանողը չէ ես շատ էի վախենում որ կարող է մենք հատկապես երիտասարդ ծերունդը այդ ճիշտ չբռնի, այո, ու հասկանա, որ արա դե էլ ինչ եկեղեցի, ու ես հասկացա, որ ինչքան եկեղեցուն սկսեցին խփել,
այնքան եկեղեցու Ավելի վարկաշիչ սկսեց բարձրացավ։ բարձր շաքաղում եմ այդ խոսքերից, որովհետև այդ հրաշալի է ուղակի, այդ հիանալի է ուղակի, որ հավատավորը պինդա կանգնում, չհավատավորը գալիս է դեպի հավատք ու սկսում է պինդ այդտեղ կանգնել ու թող սա լինի իսկապես արտնացում է ժողովրդի մեջ եկեղեցական մասով եմ ասում, հոգևոր մասով եմ ասում, ներողություն հոգևոր մասով եմ ասում, թող սա լինի արտնացում, որ մարդիկ շատ ու շատ մարդիկ նույնիսկ հոգևորականներին դեմքով չգիտեին, մարդիկ նույնիսկ Աստվածաշունչը ցիտել չգիտեին, այդ բանը գիտեին Աստվածաշունչը TikTok-ի ինչ որ բաներ ա գրած, այո, որ պիտի կարդան ու տենց իրանք որ TikTok-ում բաներ են կարդում, չգիտեն որ այդ տողերը Աստվածաշնչի հրաշալի սաղմոսներից մեկն է։ Ես մի զվարճալի օրինակ ասեմ ու ամփոփենք, նույնիսկ այդ պետվարչական ռեսուրս կիրառելու հետևանքով լցոնված պատարակների ժամանակ մի աթեիստի էին ներգրավել ու ասում էր բանը մինչև հասցնեի զգուշացնեի կներեք աղանդավոր մինչև զգուշացնեի որ ես չեմ կարա եկեղեցի մտնեմ որովհետև աղանդավոր եմ բան մտածեցի որ ինձ գործից հաստատ կհանեն սուսփուս վերքացա գնացի այսինքն ինչ որ վատ բանի արդյունքում նաև լավ բան դուրս եկա այո միգուցե դարձի գա այդ մարդը եւ դառնա ինչ ասեմ ցավը մենք իրականում տես այսօր որ եկանք այսպես պատտվեցինք եկանք քո առաջի հարցին Անահիտ ջան ոնց ես Լիլ ջան այսպես իմ երկրում այսպես բաներ ա կատարվում որոնք որ ամենայն անկեղծությամբ միջև 20 թվականը նույնիսկ նախկինների ժամանակ որոնց որ երբևիցե չեմ սատարել չեմ սիրել եւ չեմ սատարում եւ չեմ սիրում բայց նույնիսկ այդ ժամանակ երբ որ դու ինձ գայիր ասեիր որ գիտես մի օր հայ առաքելական եկեղեցու դեմ այսպիսի բաներ ա տեղ ունենալու այսպես բաներ ա լինելու մտնելու են եկեղեցու դուռը ես այդտեղ կանգնած էի էջմիածնում երբ որ այդ դուռը ջարդում էին ես քեզ չեմ կարող բացատրեմ ինչ բառեր էին ասում այդ ոչ միայն հակա քրիստոնեականա այդ նաև հակա մարդկային է ու ես ավել բան չեմ ասում Աստծուց ձերը ստանաք որովհետև դու շատ լավ գիտեք թե ինչ եք անում շատ լավ ու հանկարծ ոչ մեկ իրանց բարեկամներից ու սերունդներից հետո չասի իմ պապան հոպարը պապիկս չգիտեր որ բարձացել էր շիրիմի վրա սուրբ շիրիմի ու ջարդում էր էջմիածնի մայրաթոռի դուռը հանկարծ չասեք որտեղ դուք լավ գիտեք որտեղ էիք ինչ բառեր էիք օգտագործում ում դեմ էիք դա անում այնպես որ Աստծուց ստանաք ձեր շնորհակալ եմ շատ չար բանով եզրափակեցինք չէ լավ բանով այդ իմ թույլ տեղն է հա գիտեմ ու իրականում շատ կարևոր բան խնդիր բարձրաձայնեցիր ամփոփենք մեր ավանդական խաղով շատ լավ էր 3 փաստ ասա անհավանական քո մասին, 2-ը ճիշտ, 1-ը սուտ։ Ու մեզ դիտող լսողները փորձեն գուշակել, որն էր սուտ պատմությունը, 3-ն էլ կարող ես ինչ-որ абստրակտ մի բան մտածել, իսկ ովքեր ամսական բաժանորդագրությամբ միացած են մեր նախագծին Ռեարմենիա հարթակում, իրենց արդեն կադրից դուրս կնկարենք եւ կուղարկենք այդ հատվածները, իրենք կտեսնեն, որն էր ճիշտ պատասխանը, որը սուտ։ Շատ լավ։ Ահա ուրեմն էներգիայով լի արագ, ահավոր արագ եւ ամեն ինչ հիշող։ Շնորհակալ եմ, իրոք ինչ լավն է։ միասին ասեցինք։ Իսկապես լավ էր, շնորհակալ եմ եւ շնորհակալություն օպերատորին, որ մեզ դիմացավ։ Ես հիմա կասեմ նաեւ ով է մեր օպերատորը։ Հələ